Ձեր աղջկա պարագայում դուք ուզում եք, որպեսզի անպայման իր կարիերան հանկարծ չգնա հետին պլան։ Բայց ձեր կնոջ պարագայում Բայց եթե ես իմ կնոջս հետ ամուսնացած լինեի, այն ժամանակում արդեն իմ կինս էլ էր կայացած, այդ վաղ ես արդեն որոշում կայացած կնոջ հետ ամուսնանայի, թե չէ։ ասացիք ես ինձ համար կայացած կին չէի ընտրի։ Ինչու։ Ես չի համակերպի, որ միտեղ գնային ասեին Ես ինչ եկավ իր ամուսնու հետ։ Ոչ ես մտածում որ իմ ամուսնու շատ Այմար դիմա ես տեցեմ Ճիշտ ես, արբաճեմ։ Ես ասել եմ լավ մտածի, քո կարիերան նոր է ստեղծվում, կամ կարիերա թողում ես գնում ես, գիտեմ հետո կերկես թե չես երկի, կամ կայացած երկու դարը որ ուր էլ գնաս, ասես ես արդեն պիտի երկեմ։ Այն ճանապարհը, որը որ դուք տեսնում եք ձեզ համար, ճիշտ հակառակն է այն ճանապարհի, որը անցել է ձեր մայրիկը։ Այո, ամեն մարդ իր որոշման գերին է։ Այդ երգը երգեցի ու Արտուր Գրիգորյանը ասաց կներեք, ով եք։ Հայրիկի անունը ճանապարհ չի հարթում։ Ես եմ ինձ ուզել որ երկու դառնամ։ Բայց չի դառնա որ։ Այսքան սխալ բան տեսնի, հետո դա սեդայի վերջի երկելի օրը կլես։ Ինչ վատ։ Դաժան ես։ Շատ խիստ է։ Փոքր Սեդան պապայի պակասը կամ կարոտը շատ էր զգում, որովհետև պապան պիտի աշխատեր։ Շատ է բացակայություն եղել պապայի, համ իմ, համ եղբորս կյանքից, համ նաև մամայիս իհարկե։ Վատ բան ասեմ, ես երբեք չեմ կարոտել։ Ես շատ քիչ մարդկանց եմ կարոտում։ Պապան այդ քիչ մարդկանց մեջ չի մտնում։ Չեմ կարոտել։ Մամային եմ մենակ։ Ես այս կյանքում միայն մամային եմ կարոտում։ Դու չես տեսել ոնց ենք մեծացել։ Մամային ու լարցել, հա։ Մեր ընտանիքը չէ, կարար քանդվել, որովհետև գիշերցերեք ես դրսերն եմ ելել։ Ես շնորհակալ եմ իմ կնոջը, ինքը ամեն ինչ արել է, որ լավ ամուր ընտանիք ունենանք։ Մեր երեխա մենք պսակվանք։ Դա ճիշտ էր, թե չէ։ Դու լավ ճիշտ էր։ Բայց ժամանակին բավականին բարդ էր, չէ։ Ծնողներս լավ ապրող մեր քաղաքում աշխատող լավ ապրող մարդիկ են եղել։ Եթե ես իմանայի պիտի ամուսնանամ, բայց օգնող չունեմ, հələ ուսանող եմ երկրորդ կուրսի։ Կոպիտ ասած, ասես ժողովրդի լեզվով խոսամ, ասում եմ հիյակիթը չի կարող սրբի։ Դաշը միջև այս տարիքից միշտ մոտով մեջքս պինդելի։ Ասում պարկերս մերս կան ձեռու որդի են, ռեստորանային շատ երաժիշտներ, երգիչներ կան, իմ համար ավելի բարձր են։ Քաստե այսօր լիքը հայտնի շոու բիզնեսի բախտերը իրանցից առաջ ընկած արտիստներ Հայաստանի TV-ներում տեսահոլովակ ռասկրուկաները գումար էր։ Մեկ էս բան կար, կլիպը եթե էսիչ մարդը նկարած չլեր, համեք չէր մտնի, կլիպը տեսիչ մարդը նկարած չլեր, դե չէր մտնի։ Հաղորդման գործընկերներն են White Agent Հարսանյաց կեսների սրահը, Seven Star Spa կենտրոնը, իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։ Live Room-ի Սեր շարքում այսօր Հայաստանի վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանն ու դուստրը Սեդա Սեյրանյանն են, ողջույն։ Ողջույն։ Բարև ձեզ Ամալիա ջան։ Շատ ուրախ եմ, որ այսօր իմ հյուրն եք ու հետաքրքիր է, հա, հենց մտակներս ու միանգամից այսպես աժիոտաժ, բուրըն քննարկումներ սկսվեց, եթե թույլ կտաք բացահայտեմ քննարկումները Սեդայի հագուստի հետ էին կապված, միանգամից նկատելի էր այդ ձեր բուրըն շփումը, առհասարակ առօրյայում այդպես եք հաճախ եք բանավեճեր ունենում, տարբեր թեմաների շուրջ բախվում։ Չէ, ինչ այո, այո։ Ինչու՞ չէ։ Գողակի լավ չի տեսել ես զգեստը։ Նորը։ Մոտակա օրերս պիտի Սեդային կլիպ նկարանենք, պարտոյի տնից շորերը առեք, էլ հաստեղ ու այս հավեսն անում եմ միջև կլիպը։ Բիրեի շորերի։ Էլի կպաշ։ Ոնց պատտվում ենք թեման է։ Ոնց որ ուզում են շատակն է։ Ամուսքի գլխարկը սենց։ Ֆիլտրատորերով բմբուները սենց։ Սարովանցիր եղնիկ, դարարայնական, զակատ վիրավորե։ Մեկ երկնա։ Բայց անտանելի է։ Լսի, են Առաջի վարքյանից խոսում է, շորից բազին անտանելի չէ։ Հերդ կեզի տնցել ասում էր, դու թարախ ես։ Շատ գեղեցիկ եք, բայց պապայի մեջ միանգամից նկատել էր նաև այդ հումորով մոտեցումը, հա, բոլոր հարցերի։ Ինչպես հասկանում եմ, հաճախ եք կյանքի տարբեր իրավիճակներ, այսպես հարթեցնում հենց հումորով։ Ամեն բան, եթե
մի փոքր ժպիտով, մի փոքր հումորի տալով ասես, նույնիսկ եթե վատ բան ես ասում, այդքան վիրավորական կամ այդքան սրտին մոտիկ չի կարող դիմացին ընդունել։ Իմ պարագայում շատ կարևոր է, ես իհարկե գիտեմ ինքը ինչ է ասում, այսինքն եթե նույնիսկ հումորով է ասում, որ համ ես ինձ վատ չզգամ, համ ինքը հասկանա թե ինչ էր ուզում ինձ ասել, ես միանգամից հումորը հասկանում եմ։ Ու չեմ նեղանում իհարկե։ Եթե բոլոր մարդիկ հումոր ունենան, կյանքում վեճ չի լինի։ Էդի կլինի թե խմած ռեստորանի մարդկանց հանդիպում, որ դռնը կռիվ դավի չէ, թե մեքենաներով խցաման մեջ։ Ես էլ տակարում մարդ եմ, այնքան է եղել Սիգնալ եմ տվել կան դիմացինը սիգնալը տվել մեկ էլ այն որ հետևից եկել է ուզեցել է կանգնի Շուշենի չասնի բան ասի է որ ես էլ տես ամեն վարքյան կարա կռիվ լինի ամեն վարքյան կարա վեճ լինի բայց որ նա շփում ես ախպեր ջան ինչ եմ արել որ տես մի անգամից ինքն էլ է շփում բայց որ ասեմ ինչ մունատ գամ էդի կռիվ արդեն ես խաղաղություն սիրող մարդ եմ իմ կյանքում 3 հատ դեպք ա եղել քաղաքի տարբեր ժամանցային վայրերում գիշերը երկու խումբ, որ պետք է արդեն պատերազմա, որ շշերով կամ չգիտեմ, բոլորի մոտ էլ կողմ գիտի զենքել կար, էսել կար, դանակել կար, մորթոցի պետք է լիներ։ Ու այնց էլ չի դիմեն գերներն էին։ Ես գիտեք ոնց եմ մտել հանգստացել։ Դաժե մի անգամ գնացել եմ միկրոֆոնը վերցրել եմ, սկզբից մի հատ բարձր ձայնով ախպերների ջան, հələ կանգնեք։ Ես կանգնեցի նայեցի, ես ով է։ Արաս ես ձեր ցավը տանեմ։ Երկու կողմի։ Արասի քելեք երկեք բարենք ուրախանանք։ Խիեք, էսի մեզի պետք է։ Գնացել եմ, չեմ ճանաչում, եմ մեկին եմ փաթաթվել, մեկին արա ու էսի մախբերես ասում, այս ինչ արիր։ Մի հատ ջամբարով կարաս ամեն ինչ այսպես 100 աստիճան փոխես։ Սեդա իսկ երբ պապան գալիս է տուն, նույնքան այսպես ասող, խոսող հումորով է, թե երբեմն առօրյայում այնքան շատ մարդու հետ են շփվում, այնքան հոգնում են, որ երբ հերթը հասնում է արդեն ընտանիքի անդամների հետ շփմանը, մի քիչ հոգնած են լինում։ Դե հա, միանշանակ չէ, եթե էությամբ հումորով ասող խոսող մարդ է, անհնար է տան մեջ այսինքն չշփվի կամ ցես շատ լուրջ լինի։ Ես քիչ եմ հոգնած լինում։ Բայց դրսում ավելի շատ էներգիա երևի ծախսելուց, բարձր տանը հենց նույն ձև չի, ինչ որ դրսում։ Ես տարբերություն տեսնում եմ, որտեղ ես իր հետ դրսում եմ լինում մեծ մասամբ, տեսնում եմ մի փոքր տարբերություն կա։ Ձեզ ավելի մտերմացրեց հենց այս ճամփորդությունները համատեղ։ Հա։ Մենք սկսեցինք իրար ավելի լավ ճանաչել, որովհետև իրոք ընկերացանք։ Ոչ թե մտերմացանք։ Մենք առաջ օրվանից մտերիմ ենք եղել, բայց ընկերացանք։ Հա, ինձ ընկերացանք։ Ճանապարհ ես գնում։ Ինձ միշտ յուրահատուկ շատ է սիրել papan։ Ես փոքրուց միշտ զգացել եմ դա, բայց այդ մտերմությունը, ընկերական հարաբերությունները ու շատ հարցերում մենք այս մի քանի տարվա ընթացքում ենք ինքը մանավանդ էլի իհարկե ես էլ ինքը չգիտեր օրինակ տվյալ իրավիճակում ես ինչ ձև կարձագանքեմ ես չգիտեմ տվյալ իրավիճակում ինքը ինչ ձև կարձագանքի որովհետև դա շատ նորմալ է եթե ես նույնիսկ փոքր լինեի շատ իրավիճակներ պիտի մարդու կյանքում լինի դա շատ է իրականում փոխել մեր հարաբերություններում Բայց դա ավելի շատ վերջին տարիների փոփոխություն է։ Վերջին մի քանի տարի։ Ինչպես այդ փոփոխությունը ընդունեցիք ու ինչպես ադապտացաք նոր իրականությանը, որովհետև մի բան է տանը ունենալ աղջիկ, որի մասին պիտի հոգ տանեք որպես երեխա, մի ուրիշ բան է ունենալ գործընկեր, որովհետև իհարկե դուք էլի ձեր դստեր մասին հոգ եք տանում որպես ձեր աղջիկ, բայց միևնույն է, հա, գործընկերային հարաբերություններն էլ առաջ են գալիս այստեղ։ Ճիշտ ասած, մեր մոտ որ sense ոնց են ասում, հալալ յուղի պես գնում ալու։ Մենք հաճույք ենք ստանում իրար հետ աշխատելուց։ Հա դեծա դե չէ։ Օրը գիտի։ Օրը գիտի։ Պապայի հետ հեշտ է աշխատել։ Չէ, այդի չէ։ Հալա։ Հարցը քեզ ա տվել, Սեդա ջան։ Համ հեշտ է, համ բարդ, որովհետև ինքը տեսակով այնպիսի մարդ է, երևի մոտեցումից էլ շատ կապ ունի, կախված է, եթե ես շատ միանգամից էլի նույն ձև լրջանամ, ասենք միանգամից ընդդիմանամ, հնարավոր է ինքը ինադու ասի չէ, օրինակ ինչ որ մի բանին, բայց մենք իրար լսելու հատկություն ունենք իրականում, լավ հատկանիշ է դա, ես օրինակ մի բան կարամ ասեմ, ու ես բացատրեմ, հնարավոր է ինքը ասի չէ, բայց ինքը միշտ լսում ու սկսում է մտածել ասածից շուրջ, էլի։
հետո ասել, չէ, գիտես, հնարավոր է դու ճիշտ էիր օրինակ ինչ որ մի հարցում, բայց ընդհանուր առմամբ շատ պրետենզիաներով մարդ ես դու, հայրիկ։ Ես պրետենզիան բացախնդիրն է, չէ։ Ես ամեն ինչը իդեալական եմ ուզում լինի։ Թե սկսած երգ ընտրելը, թե երգելը, թե ձայնագրում ստուդիայում խիստ sense չես արել։ Օրինակ ինքը հիմա իր երգերն է սարքում, չէ՞։ Ասում եմ Սեդա ջան, խի չես ուզում ժիվոյ գործիքներ գնալ։ Արի պապես էլ ցանենք, ինք ավելի հեշտին է գնում, բայց ես սաղ կյանքս ուզեցել եմ որակ ցույց տամ։ Թե իմ տեսահոլովակները, եթե հետ գնաք 2006 թվից իմ տեսահոլովակները տեսնեք, ամեն մեկը մի փոքր ֆիլմ է։ Որտեւ ես չի կարա կգնեդեք գրդոն անեի։ Բայց այսօր մեր շուկայի կեսի չաթը տեմպի վրա է աշխատում։ Տեմպի մեջ պետք է աշխատել։ Արագ այս երկի 3 ամսվա կյանք ունի։ Բայց չէ, ես պեպո եմ նկարել 2006 թվականին, միջև այսօր ցույց են տալիս։ Որտեւ կյանք կա, կոլորիտ կա, ռեժիսորա մտածե, արտիստների կեսը մա տա օպերատոր խփում են վնել, մա սարի դոշին չգիտեմ, իման անում են շուրուլում տալիս են եթեր։ Այստեղ ամեն դեպքում սերունդների մտածողության բախում էլ կա, թեպետ իհարկե անհատի մոտեցումից էլ է հա կախված, այսինքն եթե անհատը սովոր է մանրակրկիտ աշխատելու, դա իր անհատական մոտեցումն է, որը ցանկացած ժամանակաշրջանում լինելու են մարդիկ, ովքեր մանրակրկիտ աշխատանք են սիրում, բայց ամեն դեպքում կա նաև սերունդների բախումը, որովհետև նոր սերունդը ինչ որ առումով մի փոքր ավելի պրագմատիկ է մտածում, այսինքն նույն հարցը, որ դուք ասում եք, օրինակ 3 ամսվա ունի, հնարավոր է իրենք օրինակ խաղադրույքը մի դեպքում կատարեն, որ սա մնայուն աշխատանք է լինելու եւ սրա վրա ավելի շատ ռեսուրս եւ ժամանակներ դնենք, մի ուրիշ դեպքում այդքան ժամանակ եւ էներգիա չներդնեն հաշվի առնելով, որ այս պահին սա ժամանակի պահանջն է։ Դուք այս առումով այդ սերունդների տարբեր մտածողության խնդիրը շատ եք ունենում։ Նայեք, բացի սերունդները, Սեդան երկչույի է, չէ՞։ Սեդա երկը կարող է լավը լինի այդ երկի մեջ 3 բառ ու այդ 3 բառով այդ երկը դառնա խիտ ու այդ երկը աշխատի։ Բայց իմ համար գիտեք ինչքան դժվար է եղել։ Ես կարամ ասեմ առաջի քայլանողներից եմ ելել, որ դուդուկը ես ուզեցել եմ մտցնել շոու բիզնես։ Մեր մեծ վարպետը մեծ գործ արել Ջիվան Գասպարյանը համաշխարհային մակարդակի, չէ՞, դուդուկը գլադիատոր։ Բայց հայաստանյան շուկայում երկիչները արդեն իրանք շոու էին մտել ու երկիչին հրավիրում էին 20 րոպեով, այսքան գումարով։ Այս դուդուկարի ճակատին գրած էր, դե առավոտից է, հա, առավոտին իսկ Փեսայի տունը նվագի, հա, Հարսի տունը նվագի, հա, զալը միջև գիշերվա 1-ը նվագի, չնչին գումարով է, հա, տուն։ Ես առաջի այդ համարցակ, չեմ ուզում ասեմ, լավ են զաթել ամենաառաջինն եմ եղել, որ սկսել եմ ես դուդուկ գործիքը, մտցնել շոու բիզնես, ու ես իմ արած գործի որակով իմ արած ստեղծագործությունով ես մարդկանց ստիպեցի, որ դուդուկարի հետ էլ հաշվի նստեն, զանգեն, ասեն, ուզում ենք 15 րոպեով գաս մեր միջոցառմանը կամ մեր համերգին։ Միջև այդ ես ռեստորանի երաժիշտ եմ եղել, գիշեր ցերեկ նվագում էինք, աշխատում էինք, այնպես չի, ես միշտ լավ եմ աշխատել, լավ ապրել եմ։ Հարսանիկը առավոտից իրգուն նվագում էինք, թաղումներ էի նվագում ուսանող տարիներից, բայց եկավ մի օր 2006 թվին ես ասի պետք է կլիպ նկարեմ ու ձայնագրությունը սարեցի, հավատացիք, որ օրը կլիպս մտավ եթեր, ես այդ օրվանից կատեգորիկ դուրս եկա ռեստորանից, էլ չէի նվագում թաղում, էլ չէի նվագում այս կոմենկոմ հարսանիքներ։ Ու առաջի մի քանի տարին իմ համար շատ դժվար է եղել։ Այո։ Ֆինանսական առումով կտրվում ես, լիք աղբյուրներ էր։ Ամեն օր փող էի աշխատում, ռեստորանից, ցերեկը կամ կգնայի թաղում կնվագեի կամ իրիկունը հարսանիք։ Ռեսկի ես սենց կտրեցի, ասեցի պետք է ես գործ անեմ ու միջև այսօր գործ եմ անում։ Լայֆրումի գործընկեր Seven Stars Spa կենտրոնի կողմից ձեզ նվեր քարտեր։ Seven Stars-ը Հայաստանի առաջատար սպա կենտրոններից մեկն է, գործում է Reebok սպորտային ակումբի կից եւ համագործակցում է եվրոպական առաջատար բրենդների հետ, գերմանական BDR, իսպանական Jarmen de Cappuccini ապրանքանիշների միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ձեզ դեմքի խնամք եմ նվիրել։ Խնամքները իրականացվում են հենց այդ բրենդների խնամքի միջոցներով, ինչպես նաեւ հատուկ ռիտուալ կա, հատուկ անցկացման կարգ կա, որը
նաև ռելաքսն է ապահովում, ոչ միայն խնամք է, որը օգտակար կլինի ձեզ, այլև խնամք է, որը կապահովի ձեր ռելաքսը, այնպես որ ձեր վազքային առօրյայի մեջ կարող եք գնալ ու վայելել ձեր հանգիստը։ Շնորհակալ ենք, շատ կօգտվենք, մերսի։ Սիրով։ Սարաբուժը Ռիբուկ սպորտային ակումբին կից գործում է Seven Star Spa կենտրոնը, որը գերհագեցած է ժամանակակից սարքավորումներով եւ առաջարկում է լուծել մաշկային մի շարք խնդիրներ։ Փղիազոլեր, սպիներ, գիտեն, որ սրանք իսկական գլխացավանք են, սակայն Seven Star Spa կենտրոնում կարելի է ազատվել դրանցից։ Seven Star Spa կենտրոնում ներկայացնում ենք Հայաստանում միակ էնզիմետ ապարատը, որի շնորհիվ հնարավոր է ազատվել փղիազոլերից։ Սարքը աշխատում է մաշկի վերին շերտերի հետ եւ կարելի է ազատվել ոչ միայն փղիազոլերից, այլ նաև սպիերից, լայնացած ծակոտիներից, լավացնել մաշկի որակը։ Խորի սպիներն էլ կարող ենք վերացնել այս սարքի միջոցով։ Շատ հին սպիերի դեպքում իհարկե դժվար է վերականգնել ամբողջապես մաշկը, բայց եթե սպին ավելի թարմ է, մենք կարող ենք լիարժեք վերականգնել մաշկը։ Նույնիսկ կարող ենք այնպես աշխատել տվյալ հատվածում, որ մարդը չհիշի, թե որտեղ էր իր սպին։ Երբեմն լինում է կարիք համակցված պրոցեդուրաների, ինչը մեզ մոտ իրականացվում է եւ այդ դեպքում ավելի լավ ու լիարժեք արդյունքներ ենք ստանում։ Էնզիմեդի FSR գլխիկը համատեղում է երկու տեխնոլոգիա մեկ գլխիկում, ֆրակցիոն վերականգնում եւ 3 տիպ ծավալային տաքացում։ Այս երկու տեխնոլոգիաների համադրությունը ապահովում է կլինիկորեն ամենաարդյունավետ բուժումը գերազանց արդյունքներով։ Էնզիմեդի ֆրակցիոն վերականգնողական տեխնոլոգիան բարելավում է մաշկի արտաքին տեսքը, բուժում սպիներն ու ստրիաները առանց ցավի, հավելյալ վնասվածքների եւ ռիսկի, ինչպես նաեւ այն պահանջում է նվազագույն վերականգնողական շրջան։ FSR անհատական օգտագործման գլխիկը առաջարկում է շուկայում ամենաարդյունավետ խորության ներթափանցումը 2.9 մմ։ Այն նախատեսված է մաշկի վերականգնման եւ հյուսվածքի բարելավման, ծակոտիների կրճատման, կնճիռների, սպիների, ստրիաների, հիպերպիգմենտացիայի համար, հարմար է եւ դեմքի եւ մարմնի մաշկի համար։ Սա հեղափոխական տեխնոլոգիա է, որը երիտասարդացնում է մաշկը ներսից։ Պրոցեդուրայից հետո կա վերականգնողական շրջան 1-2 օր կարմրություն է լինում։ Խնդրի լուծման համար պահանջվում է 2-ից 5 այցելություն, բայց իհարկե մասնագետի խորհրդատվությամբ խնդիրը տեսնելուց եւ միասին քննարկելուց հետո արդեն որոշվում է հիմնական այցերի քանակը։ Եթե տվյալ մարդը ունի հեղիազոլերի եւ սպիերի խնդիր, խորհրդատվությունը մեզ մոտ անվճար է։ Իսկ FSR անհատական գլխիկի առարկը 130,000 դրամ է։ Գլխիկը պարունակում է 450 իմպուլս, որը կարելի է օգտագործել 2 այցի ընթացքում։ Երկրորդ պրոցեդուրայի համար վճարելով 20,000 դրամ միայն ազգայացման եւ մասնագետի աշխատանքի համար։ Ինչպես հասկացանք, Seven Star Spa կենտրոնում այլևս հղիազոլերն ու սպիները նույնիսկ գլխացավանք չեն։ Ձեր խնամքը վստահեք այստեղի մասնագետներին, քանի որ Seven Star Spa կենտրոնում աշխատում են բացառապես բժիշկ մասնագետներ։ Այս պարագայում շատ կարևոր է ունենալ համբերատարություն գնալու նպատակի հետևից։ Ինչպիսին են այդ 2-3 տարին ձեր կյանքում, որ հետո արդեն կարողացաք ուղղել մեջքը ու ամեն բան անել այնպես, ինչպես դուք եք ուզում։ Այդ փուլում ավելի շատ նեղություններ գիտեք երբ եմ տեսել։ Այն որ ուզում էի կայանալ, այն որ գիշեր-ցերեկ ես գիտեմ լավ գործ եմ արել, դեռ այնքան հետաքրքիր է շոու բիզնեսը, Ռուբիկոն, կար Top 10։ Ես գիտեմ որ ամենալավ կլիպ, ամենաշատ փողը, ամենաշատ միտքը, ամենահայկականը, որ մեջը սուժե կա իմնա։ Բայց էլ Top 10-ով գալիս է, այդ վաղտի ավելի նեղվում։ Մի չգիտեմ, մի ինչ-որ մի կադրանի։ Բայց չէին կանչում Ռուբիկոն։ Կանչում էին, բայց լիքը անարդար բաներ էի տենում, այդ վաղտ էին եղում։ Այդ վաղտ էի, բայց միջև մի հատ բան ասեմ, ես միջև հիմա որ մի հատ անարդար բան տենում եմ, չէ։ Ես սենց իմ մեջ փրփռում եմ, սենց ասում եմ հեսա գմփալու եմ, բայց ասում եմ կամո, ամպերի դու պետք է քո գործով։ Ու ես այսօր միջև այսօր իմ տղայիս ու աղջկաս հետ եմ ասում։ Ասում եմ մի բանը որ ձեր սրտով չի լինում, ասում եմ հանգարց չպորտկաք, հանգարց չխոսակ։ Դուք ուրեմն պետք է ավելի ուժեղ անեք, ավելի որակով բան անեք, գործով պետք է չուզողի դուք մնացածին ապացուցեք։ Ոբշեմ համբերությունը կյանքա, պետք է համբերություն ունենաս։ Այն խոսքը համբերությունը կյանքա։ Եթե համբերություն չունեցար, կարող է այդ րոպեին մի հատ սխալ բան անես, բայց ես կարող եմ մեջս տրակել եմ, բայց ասել եմ լհամբերի։ Այնպես չէ, որ տեսահոլովակը ցուցադրեցին ու միանգամից առաջարկները այնպիսին էին, ինչպիսին դուք եք ուզում որ լինեին։ Դուք գնացիք որոշակի նաև զրկանքների ճանապարհով, որպեսզի հասնեք ձեր նպատակին ու
ներողություն, շարունակեք դուք ասեք։ Ասեք։ Ես մի հատ էլ շատ կարևոր այդ ժամանակաշրջանի նյուանս եմ ուզում ձեզ հետ կիսվել, այդ ժամանակ Հայաստանի TV-ներում սենց էր։ Տեսահոլովակ ռասկրուկաները գումար էր։ Անուններ չեմ տալիս։ Իշքան հեռուստատեսություն կար, համա 90%-ը գումարով։ Ամիսը տալիս էր, չգիտեմ, ես կան կլիպը կֆռար։ Մեկ էս բան կար, կլիպը եթե էսի մարդը նկարած չլեր, համեք չէր մտնի, կլիպը տեսիչ մարդը նկարած չլեր, դե չէր մտնի։ Ես այդ իմ Պեպոյի երկի առաջի կլիպը որ նկարը անեցի, շատ է ուզում որ հրաչը նկարի քեզ շան, բայց իմ լավ ընկերը շատ զբաղված էր այդ ժամանակ, մի վախեցի իր ֆիլմեր նկարում Ղարաբաղում, որ հրաչը ինձ ծանոթացեց Արման Գևորգյանի հետ, ով իմ ամբողջ կլիպներից տեսալուկներից ռեժիսորն է, ու դարավ Արմանը իմ կյանքում շատ հարազատ մարդ, Խավոր Սանիկ դարանք, իմ ամենաթանկ մարդկանցից մեկն այն կյանքի։ Ու Արմանի հետ որ Պեպոն նկարեցինք, ես այսօրվա պես հիշում եմ, այս Պեպոյի տեսալուկը, որ ես այն վաղ ֆլեշկայել չէր, բանը դիսկով դիսկս առած գնացի TV-ի տնօրենը մեր երջանկահիշատակ Մարկ Սաղաթելյանն էր։ Մարկը նայեց տեսալուկի նայելու ընթացքում երկու անգամ ֆրազ նայեց դեմքիս։ Ռոսից դե լավ կոնգրեսը զորես կու ցավը տոնեմ, ասի ինչ ես նկարել։ Ծանոթ եք մինչև այդ Ոչ։ Ու այդ իմ տեսահոլովակը, որ ես նկարել էի, այդ կոնկրետ 2006 թվի, 7 թվի այդ ժամանակաշրջանի ես մի կոպեկ փող չտվեցի TV-ներին, որտեղ որակով տեսահոլովակ իրանք արդեն իրաց TV-ի որակամը ու այդտեղ ես դրանից հետո իմ օտարամայի ճանապարհների վրա այդ Ուզբեկստաններում եմ նկարահանել։ Ամեն մեկը մի հատ կինոյի բյուջե ենք ծախսում։ Վերջը դժվար ճանապարհով ենք ամեն ինչի մեջով անցել հասել ինչ-որ մի բանի։ Ճանապարհը բավականին դժվար էր, բայց հետաքրքիր է այն ժամանակ դուք սահմանել եք, որ նպատակը սա է եւ ես կհասնեմ այդ նպատակին, թե դուք չգիտեիք կհասնեք նպատակին, թե չեք հասնի, բայց դա այն ճանապարհն էր, որը դուք ուզում էիք անցնել եւ անցաք։ Ես նպատակ չեմ դրել շոմի բանի հասնել։ Ուղղակի ես շատ սիրել ես։ Սիրել եմ եւ իմ մեջ գլխիս մեջ շատ բան կար, շատ բան էի տեսնում, որ խինես, բայց ով ասե որ դուդուկը պետք է դուդուկյան դուդուկի դա մեկ է դոլ լինի։ 50-100 տարով հետ ա եղել։ Բայց ես եկավ մի օր որ ասեցի դուդուկի հետևը սիմֆոնիկ նվագախումբ կանգնած լինի։ 30 հոգանոց երգչախումբ լինի։ Դուդուկիս երաժշտության տակ պետք է օպերային բալետը բարի, այսպես համեր գարեցի։ Դուդուկի ընկալման ու ձեր մատուցման մասին դեռ կխոսենք, բայց ինձ հետաքրքիր է, հա, այս ֆոնին, երբ որ մենք տեսնում ենք պապան ինչ դժվարին ճանապարհ է անցել ու հիմա ձեր ճանապարհը։ Տեսեք, մի կողմից յուրաքանչյուր մարդ անցնում է իր դժվարությունները ու վստահ եմ, դուք էլ ձեր բարդություններն ունեք, թեկուզ ապացուցելով, որ դուք արժանի եք լինելու որպես երգչուհի եւ ոչ թե որպես Կամո Սեյրանյանի դուստր, որովհետեւ որքան էլ վստահ եմ հպարտությունը այսպիսի հայր ունենալը միաժամանակ նաև մեծ պատասխանատվություն է գալիս, հա, կերտելու սեփական անուն ազգանունը, բայց ամեն դեպքում այն ժամանակվա բարդություններն ու հիմիկվա բարդությունները ուրիշ են։ Դուք ինչ ճանապարհ եք անցնում հիմա։ Տեսեք, այնքանով է տարբեր, որ այն ժամանակ շատ ավելի վստահ եմ ավելի բարդ է եղել նույնիսկ գումար աշխատելը։ Չնայած հիմա էլ է շատ բարդ, բայց առավել եւս երբ ինքը իր դիմաց դրել է, որ նույնիսկ պետք է ամեն տեղից կտրվի, որովհետև իր երազանքը, իր նպատակը եղել է մեծ բեմերում ներկայանալը ու ինքը ամեն ինչից կտրվել է, դա արդեն իսկ դժվարություն է հետագայում, օրինակ հիմա ես ոչ մի տեղ չաշխատեմ, ես շատ դժվարությամբ ինչ-որ մի տեսահոլովակ ամբողջ տարվա ընթացքում մի անգամ կնկարեմ կամ չեմ նկարի ընդհանրապես, բայց հիմա այնքանով է ավելի բարդ, եթե այն ժամանակ կայր դու կամ քո հետ միասին 1 կամ 2 հոգի, հիմա ամեն շաբաթ իմ երգի օրը 5 հոգի պրեմիերա է անում։ 5 հոգի նոր երգ թողարկում օրինակ ու կրկնակի բարդ է, այսինքն այստեղ որակի հարց չկա։ Դու կարող ես շատ որակյալ տեսահոլովակ նկարել, որակյալ երգ երգել, կատարողականդ էլ շատ ավելի որակով լինի, քան մյուս արտիստներին, բայց իրենք ավելի շատ հաջող են, քան դու։ Այստեղ հարցը որակը չի, հարցը
ոչ տեսահոլովակի բյուջեն է, ոչ նույն ձեռքով ասած թե մի գործի մեջ քանի գործիք կձայնագրես, կենթանի կլինի, թե ուղղակի ինչ որ չգիտեմ, ոնց են հավաքում, համակարգչով ինչ որ հավաքած ձայներով, լուփերով հավաքված։ Այստեղ ավելի շատ տեմպի մեջ աշխատելն է, եթե դու ուզում ես ինչ որ մի բանի հասնես այսօրվա դրությամբ, դու պետք է շատ ակտիվ լինես, դա ընդհանրապես իրենից չի ներկայացնում տեսահոլովակներ նկարել, նույնիսկ Instagram, Facebook կամ ինչ որ այլ հարթակներում ուղղակի ռիլեր տեղադրելով, ուղղակի ինչ որ մի տեղում կանգնելով ու կենթանիկը երգես թե ուղղակի ձայնագրության տակ ձևեր կթափես, հետո կդնես այդ ձայնը քո վիդեոյի վրա, կապ չունի ընդհանրապես ոնց, պետք է ուղղակի ակտիվություն ունենաս։ Այսօր շատ տարբեր է աշխատելու ոճը, այսպես ասեմ։ Սեդա ամեն դեպքում հայրիկի անցած ճանապարհը ու հայրիկի անունը ճանապարհ չի հարթում, որովհետև այն, որ հայրիկին ոչ ոք չէր ճանաչում, ինքը պիտի գնար, թակեր դռներ, ներկայացներ իրեն։ Ձեր դեպքում այդ խնդիրը չկա։ Սա ինչ որ առավելություններ տալիս է, իհարկե իր բարդություններն էլ է տալիս, այնպես չի որ մի կողմից է։ Բայց սենց իմ համար բան պատեմ, վարպետ Ջիվան Գասպարյանը գիտեք ինչ էր ասում։ Ասում էր Սինոկ ջան, բոլորին Սինոկ է ռուսերեն որդի։ Ճանապարհը սարքել եմ, ասում ես տռասը գցել եմ, լուսերը վառել եմ, լուսերն է ստորբաներն։ Քշել։ Մեզ են ասում։ Հիմա Սինոկ ջան, ճանապարհը սարքել եմ, լուսերը վառել եմ, քշի։ Բայց այդպես հեշտ է։ Այդքան էլ դες չէ, ես այդ ծնողներից չեմ, ես ճանապարհը սարքեմ, իրանք պետք է չարչարվեն։ Պետք է չարչարվեն, որ չարչարանքի գինն ու ղադրը իմանան։ Տեսեք, շատ է հեշտանում, եթե, այսինքն այն բարդությունը, որ ես իմ անուն ազգանունը պետք է շատ դժվարությամբ, օրինակ 10 տարվա ընթացքում կերտեի, իր ուղղակի ազգանունը իմ անվան կողքին տեսնելով, միանգամից հասկանում եմ, որ ես ինչ-որ մի կապ ունեմ իր հետ։ Մեկը գիտի քույրիկն եմ, մեկը գիտի կինն եմ, անկեղծ ձեզ ասեմ։ Այս վերջում, չգիտես, երկերկոցում, որ գնացել էի երգելու, հանդիսատեսի մեջ մարդիկ կային, ասում են, «Կոմոյի քույրիկը էսի լավ է երգում, բան» ու ես բեմից լսում եմ։ Չեն ընկալում, որ աղջիկն է։ Դե չեն իմանում, որովհետև շատ մեծ Տելևիզոր չուներ։ Ինքը շատ երիտասարդ է, համ տեսքով, համ իրական տարիքով էլ շատ երիտասարդ է։ Լավ կոմպլիմենտներ ես անում։ Ես էլ մի քիչ մեծ եմ երևում, բայց տարիքով ավելի փոքր եմ։ Չեմ պատկերացնում, որ հայրը դուստր ենք։ Բարդություններ շատ կան, այնքանով ձեր ասացի պես, որ սխալ ըմբռնում կա մարդկանց մոտ, եթե դու իր աղջիկն ես, ուրեմն, չգիտեմ, քեզ ամեն ձև առաջ են տանում, ամենտեղ։ Երևի մարդկանց մոտ տպավորություն է, որ ինքը ամեն օր մեկին զանգում է, ասում է, «Սեդան, հնարավոր է վաղը ես համերգին երգի», օրինակ, կամ պետքա գումար տանք, որ երգի, դա տպավորություն է մարդկանց մոտ։ Բայց իրականում, որ ասում Աստված գիտի, մեկ էլ մենք, որ երբեք այդպիսի դեպք չի եղել։ Ես երթվում եմ, թե միտեղ զանգում եմ, թե միտեղ սեդային կանչում եմ, կամ չգիտեմ, ուր ես գնում, Շարլազնավուրի։ Բայց սրտնեղում եք այդ խոսակցությունները, չէ՞։ Սրտնեղում եք այդ։ Ես էլ չեմ մտածում ընդհանրապես։ Ես ուզում եմ էսպես խեմես կամ բան ասում, որ ժողովուրդ իմանան, որ ես չի սեդան որտեղ է ես եմ միան տեղավորում։ Չէ, սեդան այսօր բոլոր ժանրերում կարողանում է իրան ներկայացնի։ Նույն Շարլազնավուրի երեկոյին, եթե այդ երեկոյին Հայաստանից 5-6 երգի ջերկչուի է մասնակցում, մեկը սեդան է։ Որտե մարդը կարող է ֆրանսերենը։ Դե լավ։ Դա վարորինակը մեր տեսահոլովակը Շարլազնավուրի 100-ամյակին չէ, ինչ դե լավ։ Հենց լավ է։ Ասենք, հա։ Բա ո՞նց։ Դե տեսնում են մարդիկ, պետք չի այդքան ասել։ Չէ, եկել ենք այսօր իրար կյովանք։ Հա, եկել ենք գովանք իրա։ Չապացուցելու խնդիր չունենք, ոչ էլ մտածելու, որովհետև ինչքան այսպես նստենք, բացատրենք մարդկանց, մեկը եթե խոսելու են, հասկացող ու գիտակցող մարդը միշտ տեսնում ու գնահատում է լավ բանը։ White Agent հարսանյաց զգեստների սրահը ձեզ առաջարկում է հարսանեկան զգեստների լայն ընտրանի աշխարհի առաջատար բրենդներից։ Եթե դուք արկա տեսականոց չկարողանաք կատարել ձեր ընտրությունը եւ հասկանաք, որ ձեր երազանքների զգեստը դեռ Հայաստանում չէ, White Agent-ը կարող է ապահովել նաեւ դրա ներկրումը Հայաստան, այնպես որ եթե դուք նախահարսանեկան աժետաժի մեջ եք, այցելեք White Agent։
Հարսանեկան գեղեցիկ ու շքեղ զգեստի մասին աղջիկները երազում են դեռ մանկուց, այնպես որ հարսանիքին ընդառաջ ամենակարևոր դետալներից մեկը հարսանյաց զգեստների սրահի ճիշտ ընտրությունն է։ White Agent հարսանյաց զգեստների սրահը ձեզ առաջարկում է ավելի քան 300 մոդել զգեստ աշխարհահռչակ 50 բրենդից։ Սրահի միջոցով դուք հնարավորություն ունեք այս բրենդերից պատվիրելու նաև հենց ձեր երազանքի զգեստը։ Հարսի զգեստի մասին աղջիկները երազում են վաղ տարիքից։ Ես առաջին անգամ էի հարսի զգեստ փորձում ու չգիտեմ, հետաքրքիր զգացողություն է։ Ինչքան սիրուն ու նուրբ է։ Առաջին անգամ եմ հարսի զգեստ փորձում։ Եթե անկեղծ խճճվել էի տեսականու մեջ։ White Agent-ի հիմնադիր Լիաննա Արզումանյանն ինձ օգնեց ընտրել տարբեր ոճերի զգեստներ։ Այս տարբերակներից մեկին ես պարզապես սիրահարվել եմ, բայց դուք ասեք, թե որ տարբերակն է ավելի գեղեցիկ։ White Agent-ը հայաստանյան շուկայում է արդեն 11 տարի, զգեստները ներկրում է աշխարհի տարբեր երկրներից։ Պաշտոնապես գործակցում է աշխարհահռչակ 50 բրենդի հետ։ Այստեղ առկա է ավելի քան 300 մոդել, որոնք մեկը մեկից շքեղ են։ Ու ամենակարևորը, հավաքածուները թարմացվում են ամեն սեզոնի տենդենսներին համապատասխան, սակայն արկատեսականուց բացի սրահը կարող է ներկրել քո ընտրությամբ ցանկացած զգեստ, այնպես որ կունենաս քո երազանքների հարսանիքը։ Իդեպ հենց աշխարհահռչակ բրենդների հետ համագործակցության պատճառով միֆ կա, թե White Agent-ում զգեստները միայն գնային բարձր կատեգորիայում են, սակայն սրահը պատրաստ է իրականացնել բոլորի երազանքը։ Զգեստի վարձակալությունը սկսվում է 150,000 դրամից մինչև իհարկե միլիոններ։ Իմ փորձած զգեստներն էլ գնային տարբեր կատեգորիաներից էին, ամենամատչելիից մինչև ամենաթանկը։ Տեսնեմ կգուշակեք, թե այս զգեստներից որն էր ամենաթանկը, որն ամենամատչելին։ White Agent-ում զգեստների պես գեղեցիկ է նաև հաճախորդների հանդեպ վերաբերմունքը։ Առաջին առավելությունն այն է, որ այստեղ բաց կամ փակ ամրագրումներ չկան։ Այն զգեստը, որը դուք ընտրել եք, ոչ ոք չի կարող տեսնել կամ փորձել մինչև ձեր հարսանիքը։ Եթե զգեստը փոքր կամ մեծ է, մասնագետները կկատարեն համապատասխան կարում եւ ճշգրտում։ Կարծես ի սկզբանե այն հատուկ ձեզ համար էր կարվել։ Դե իսկ զգեստի տրամադրումը հարսիկին ուղեկցվում է շամպայնով ու հատուկ վերաբերմունքով։ White Agent-ում հարսանեկան զգեստների գնային կատեգորիան շատ տարբեր է։ Դուք կարող եք ընտրել ամենամատչելիից մինչև շատ բարձր գնային կատեգորիայի զգեստներ։ Սակայն եթե գնելու կամ վարձակալելու նպատակով ընտրում եք զգեստ 900,000 դրամ եւ ավելի բարձր կատեգորիայից, ապա երկրորդ զգեստը նույն կատեգորիայից ստանում եք նվեր։ Այս ակցիայից օգտվելու համար պետք է օգտագործեք Ամալիա պրոմոկոդը մինչև օգոստոս ամսվա վերջ։ Ակցիան կգործի այն հարսիկների համար, որոնց հարսանիքը նախատեսվում է մինչև 2025 թվականի դեկտեմբեր։ Իսկ եթե ուզում եք օգտվել զգեստների առավել մատչելի տարբերակից, ձեզ համար եւս կա հատուկ առաջարկ։ Մինչև օգոստոս ամսվա վերջ օգտագործեք Ամալիա պրոմոկոդը եւ ստացեք 15% զեղչ։ Սրահում մեծ է նաև աքսեսուարների տեսականին, այնպես որ եթե հարսանիքի եք պատրաստվում, անպայման պիտի այցելեք White Agent։ Հիմա հայրիկի հետ ավելի շատ եք շփվում նաև գործի բերումով, բայց տարիներ առաջ, երբ հայրիկը շատ աշխատանքներ էր անում, շատ ժամանակ Հայաստանում չէր լինում, շրջագայությունները, ակտիվ գործունեությունը մի կողմից լավ են որպես գործունեության ճանապարհ, մյուս կողմից հաճախ արտիստին խլում են իր ընտանիքից։ Երբ դուք փոքր էիք, այ փոքր սեդան պապայի պակասը կամ կարոտը շատ էր զգում, որովհետև պապան պիտի աշխատեր։ Հա, իրականում շատ բացակայություն է եղել պապայի, համ իմ, համ եղբորս կյանքից, համ նաև մամայիս իհարկե։ Դե մենք միշտ գիտակցելով ենք մոտեցել այդ հարցին, որ ինքը հիմա նույն ճանապարհով ես եմ անցնում։ Ամսվա կեսը հնարավոր է մամայից չտեսնեմ, ես օրինակ ընտանիք չունեմ, բայց որ գիտակցում եմ։ Բայց ես չէ որ պապան էլ չտենա, միշտ իրար է տենի։ Հա, բայց պապան միշտ տեսնում է, պապան։ Բայց մեկ-մեկի մտքում ասում եմ, բա պատկերացնես ինքը։ Սեդային առանձին պայեսկական չէ։ Իսկ թող սիրտը կկանգնի։ Ես այս վերջերս գնացել էի, ու հետո այնքան թարսություն եղավ, զանգել եմ ասում եմ քո աչքից։ Առանձին, բայց այդպես չէ մենակ էր, աղբերն էր։ Ինձ մենակ չեն դող։ Դա ես չէ մենակ էր։ Առանձին դելան միտեղ գնան, սուտկով մնացին այրոպորտերը։ Բայց հիմա վերադառնանք այդ մանկության տարիներին։ Պակասը շատ էիք զգում պապայի։ Չեմ ասի, ես զգացել եմ ու վատ բան ասեմ, ես երբեք չեմ կարոտել, ես իմ մեջ
Ընդհանրապես ես շատ քիչ մարդկանց եմ կարոտում, էլի։ Երևի շատ բացակայ։ Պապան այդ քիչ մարդկանց մեջ չի մտնում։ Չեմ կարոտել, իսկապես չեմ կարոտել։ Մամային եմ մենակ։ Ես ես կյանքում միայն մամային եմ կարոտում։ Որովհետև շուտ եմ մեծացել։ Դու չես տեսել ոնց ենք մեծացել, մամային ու լարցել։ Բան ասեմ, իրոք շուտ են մեծացել, ասում են, ինքը չի տեսել ոնց ենք մեծացել։ Այն թվերի, որ իրանք փոքր էին, ես ռեստորան եմ եղել։ Ռեստորանից գալիս էի գիշերը 1-ին 2-ին։ Ինքը քնում էր, մենք առավոտյան դասի։ Ես կներեք հիմա բան ասեմ, երևի Սեդան ու Լևոնը 10 դպրոցը 10 տարի որ սովորել են 10 տարվա մեջ 10 անգամ տարած լինեմ դպրոց վերածել եմ թե չէ։ Սա մաման արի։ Ես քնում էի, հետո ես իրան գալիս էին, ես տունը չէի ուտեցել այդ այնցել միջև իրաց չեք տեսում, այսօր լավ է բեզի կանչեցին հա, հանդիպեցինք իրար, կարոտել էի։ Իսկ ձեր մեջ կարոտ լինում էր, թե առաջնահերթությունները, աշխատանքի հանդեպ հետաքրքրությունը թույլ չէր տալիս, որ նկատեիք այդ բացը։ Բնական է, ոչ չես կարոտի, անսիրտ մարդ ես կամ պլաստմասից կներես, որ քո երեխեքին չկարոտես։ Բայց ուր գնացել եմ, ամենաշատը որ բացակայել եմ 30-40 ա եղել։ Գիտեք, միայն արտերկիր մեկնելու մասին չէ խոսքը, որովհետև դուք կարող եք լինել Երևանում, կարող եք ամեն օր գնալ տուն, բայց այնքան չհասցնեք շփվել երեխաների հետ, որ հենց այդ ժամանակ էլ կարոտ ձևավորվի։ Երբ օրինակ դուք գիշերը գնում եք տուն, երեխաները քնած էին, առավոտյան գուցե դուք մինչև արթնանում եք, իրենք արդեն դպրոցում էին, եղել են փուլեր, երբ հասկանաք, որ աշխատանքը շատ կարևոր է, բայց դուք ուզում եք ինչ-որ առումով պակասեցնել հանուն ընտանիքի։ Նայ դեպք ա եղել մի տեղից գործնատուժվել է, ընտանիքն ա շահել, եղել ա դեպքեր, ընտանիքն ա տուժվել, գործն ա շահել։ Ես միշտ խելոք եմ եղել, եթե մի բանը ես կորցնեմ, կոպիտ ասած, չէ, այդ կորցրածս տեղը մեկ ուրիշն ա այդ տեղը գնալու։ Իսկ մարդ որ մի բան կյանքում անում, արդեն ինչ-որ չէ, լուբոյ գործի մեջ կլի, երաժշտություն կլի, թե բիզնես կլի, թե սպորտ։ Իրանք էլ են ճկուն եղել, իրանք էլ են հասկացող եղել, եթե ես ուրեմն դեմ, ուրեմն պետք է։ Ընտանիքը այսքան տարիներ պահելու գաղտնիքը ո՞րն է, որովհետև երբեմն մարդիկ չեն դիմանում այդ տարիների մարտահրավերներին։ Մեր ընտանիքը չէ, կարող քանդվել, որովհետև գիշեր-ցերեկ ես դրսել եմ ելել։ Ես շնորհակալ եմ իմ կնոջը, որ գիշեր-ցերեկ ինքը ամեն ինչ արել է, որ ես աշխատեմ, ինքն էլ ամեն ինչ անի, երեխեքի դասը, ուսումը, որ լավ ամուր ընտանիք ունենանք, իսկ հիմա ամեն ինչ հասցրել ենք մենք այս կյանքում։ Սեդա իսկ կապվածությունը ավելի շատ այն տարիներին մայրիկի հետ էր, թե հայրիկի։ Ես մինչև հիմա էլ մամայի հետ եմ ավելի կապված։ Դա իմ մամայից է, որովհետև մաման շատ ընկերական է։ Ես միշտ իմացել եմ, որ ես ինչ խոսեմ մամայիս հետ, երբեք ինքը չի ասելու դու սխալ ես կամ միշտ քննարկում, շատ ուրիշ ընկերական հարաբերություններ ունենք մամայի հետ։ Հայրիկի հետ այդպես չի։ Չէ, հայրիկի հետ էլ է այդպես, բայց ով ինչ ասի սուտ է, որովհետև հակառակ սեռի ներկայացուցիչ է, դու չես կարող ամեն ինչ խոսել, ամեն ձև խոսել, ոնց մամայի հետ կխոսես օրինակ, բայց այն որ ընկերական հարաբերությունները, այն որ ամեն ինչի մասին սկսած ընտանիք կազմել, ընտրություն կայացնելուց վերջացրած ամեն ինչով մենք իրար հետ քննարկում ենք, խոսում ենք ամեն ինչի մասին ու իր կողմից եւս ես միշտ զգացել եմ փոքրուց, որ ես էլ եղբայրս էլ ընտրության հնարավորություն ունենք ամեն ինչում, այսինքն չկա այսպես պիտի լինի ու վերջ։ Դու ոնց կուզես, մենք խորհուրդ ենք տալիս, դու որոշի։ Արդեն ինձնից է կախված, ես կլսեմ իրենց, խորհուրդը կընդունեմ, թե ոչ։ Այսինքն կարող եք գնալ օրինակ սիրահարվածության մասին հանգիստ պապային պատմել։ Չէ, այտենց ուղիղ չեմ կարող պատմել, պապ ջան, ես սիրահարված եմ։ Մամայի միջոցով կխոսենք։ Չէ, մամայի միջոցով էլ չէ, բայց գիտեք, հետաքրքիր մի բան կա, գալիս է միշտ ամեն հասունանում է, որ արդեն ինչ-որ խոսակցություն ծավալվում է, բայց այդպես չեմ ասի, պապ խոսալու բան ունենք, ինչ-որ դժվար է իրական դրա մասին խոսելը։ Կամո, իսկ ձեզ մոտ ինչ սահմաններ կան, որովհետև մի կողմից այդ ընկերական լինելը կամ որոշակի հայրական դիրք պահելը ի սկզբանե դուք եք որոշում սահմանները, այսինքն փոքր տարիքից դուք եք դնում այդ սահմանները կամ չէ։ Մյուս կողմից որպես կանոն ծնողները միշտ ուզում են երեխաների մասին ամեն բան իմանալ։ Ես ասենց ասեմ, որ ասեմ այդպես շատ խիստ
Ես դες պապայեմ չէ, բայց եղել է որ արդեն չափասեր դառնում, ասեցի աղջիկ ջան, լես իմ յոր ցավը տանեմ ասի։ Դու պետք է մենակ մի բան իմանաս։ Պետք է ամեն ինչը շատ չափած ձևած, եթե մի վարքյան էլ ունենաս իմ կարիքը, միջև իմ հետ չխորհրդակցես, ոչ մի քայլ չանես։ Ու այսքան տարիների ընթացքում շատ քիչ է եղել, որ այդպես մենք խոսակցություն ենք ունեցել։ Ես ասել եմ լավ մտածի։ Հիմա այս րոպեին դեռ դու ուսանող ես, քո կարիերան նոր է ստեղծվում։ Լավ մտածի, կամ կարիերա թողում ես, գնում ես, չգիտեմ, հետո կերկես թե չես երկի։ Կամ կայացի, արդեն կայացած երկու դար որ ուր էլ գնաս, ասես ես արդեն պիտի երկեմ։ Տարբերակ չկա։ Ուզեք, չուզեք, ես այս այմ արդեն։ Սխալ եմ ասում, Ամալիա ջան։ Գիտեք ինչն է հետաքրքիր, տեսեք ձեր աղջկա պարագայում դուք ուզում եք որպեսզի անպայման իր կարիերան հանկարծ չգնա հետին պլան։ Բայց ձեր կնոջ պարագայում Բայց եթե կինս ես իմ կնոջս հետ ամուսնացած լինեին, այն ժամանակում արդեն իմ կինս էլ էր կայացած, այդ վաղ ես արդեն որոշում կայացած կնոջ հետ ամուսնանայի, թե չէ։ Բայց ձեզ համար կարևոր էր, որպեսզի ամուսնանայիք այնպիսի կնոջ հետ, որը գուցե առաջնային չի դարձնի իր կյանքում կարիերան։ Ես չի կայացած կնոջ հետ Ես մտածում որ իմ ամուսնուն շատ դուրակա։ Այմար դիմա ես տեցեմ Ճիշտ ես, արբաճեմ։ Խոփես ասի ջան, ասարից մեկ ինձ պայեցի։ Ամեն օր իրեն փաճենք, բոլորի մոտ դու նայեք, սենց ասեմ քեզ։ Ես հիմա ոչ թե Սեյդային եմ գովում, եթե Սեյդան այն երկշույն չլեր իմ համար կապ չունի իմ երեխենա թե չես, կիսատ պրատ չէ, թույլ երկշույններ չէի թող։ Ասի ինչ ուզում եմ, թո լավ։ Բայց Սեյդան որ չի երկի, լիքը բան կկորցնեմ ես էլ մեր ժողովուրդն, որովհետև Սեյդան լավ է երկում։ Ես հիմա որպես երաժիշտ եմ ասում, որպես հայրիկ չեմ ասում, հիմա ստե չեմ նստի իմ աղջկաս գովքն անում։ Հասարակ բան, կանանք լուբոյ երկի, թեկուս Facebook-ով կամ Instagram-ով Սեյդայից երկ եմ դնում, չէ, 500-499 մենակ լավ բանագարում։ Բայց դերխուն եթե մի կարողանա իր ազգին ուրախացնի, ոնց տանք մեկին տանի տունը ու չթողի երկի, դες ոնց կլինի։ Իսկ այս պարագայում կա նաև այն գործոնը, որ որպես հայր նաև չեք կարողանում տեսնել, որ ենթադրենք, հա, այս կամ այն մարդը արժանի է ձեր աղջկան, որովհետև ամեն դեպքում դուք ուրիշ չափանիշներ ունեք ձեր աղջկան համար։ Ճիշտ ասած, այտենց բան չի եղել, որ մենք Ես լետես փաստարած չեմ կանգնել։ որ մեր ծանոթ լինի ինչ որ։ Այս մեկ-մեկ մեր ընկերների երեխեքի հարսանիքին որ ներկա են գտնում, այս վերջերս մեր ընկերներից մեկի հարսանիքին իմ կողքս սպիտակ ցայկուն անստած, իր ընտանիքով, իր աղջիկնա, իմ աղջիկնա, մեկ էլ որ այդ մեր ընկերոջ աղջկա հարսանիքներ եկավ, հարսի երկուսին ես էլ այկոներ հուզվեցին, որ կանգնել ենք ծափ ենք տալիս, բան կա որ հայրը պարում է հետո ձեռը տալիս է փեսին, որ ասել երեխուն նման սկսենք լացել մենք ընկերներով, գերե մի քիչ կոկոները ստակեր։ Մի քիչ այկոսին ցանան։ Բայց մեր երեխեքին տենա սոպա բանալ։ Ու մենք տալու։ Հայ, ասի այկո ջան չգիտե։ Յանի մեր երեխեքի օրն է գալու։ Այս րոպեի դրությամբ արդեն ավարտում եմ մագիստրատուրան էլ։ Ուսանող վաղտը սխալ եմ համարում։ Սեդա Ես մամային ուսանող վաղտ եմ ամուսնացել։ Մենք հեսա դրան կանրադառնանք, ինչ որ Մենք հեսա դրան կանրադառնանք, բայց Սեդա այն ժամանակ պապայի խորհուրդը հեշտությամբ ընդունեցիք, թե ամեն դեպքում մենք մեր էմոցիաներից ելնելով կարող է ուրիշ կարծիք, ուրիշ տեսակետ ունենանք։ Ես ճիշտ ասած մի քիչ տարօրինակ կլինի որ մարդկանց համար, բայց ես շատ համակարծիք եմ մամայի ու պապայի հետ միշտ եղել ամեն հարցում։ Այսինքն հնարավոր է այդ պահին զգացմունքների կամ էմոցիաների տակ ուրիշ բան ուզես, բայց իմ մեջ միշտ հետաքրքիր բան կա։ Ես ինչ մտածում եմ, ես գիտեմ, որ իրենք ասելու են դա։ Այսինքն ես իմ մեջ գիտեմ ինչ իրենք կասեն, ու իրականում ես էլ եմ այդպես մտածում, բայց կյանքը լիքը իրավիճակներում կարող է բերի քո առաջ,
դու էմոցիաների մեջ լինես, բայց միշտ կարողացել եմ սառը գլխով դատել այդ ժամանակ ու ես ինքս շատ ճիշտ եմ համարում, շատ կարևոր է սովորել, ավարտել, մի փոքր էլ կայանալ, որովհետև ինչքան ուզում են ասեն, կախված է թե ով կլինի կողքիդ, եթե դու ուզենաս ամեն ինչ կա, չէ, վստահ եմ այդպես չի։ Ամեն բան թերի է լինում այդ ժամանակ։ Դու չես կարող ամբողջությամբ ուշադրությունդ կենտրոնացնել քո կրթության վրա, քո հետագա արդեն կարիերայի վրա, որովհետև քո այդ արդեն կյանքը կիսող կա, կենցաղ կիսող կա, հետագայում արդեն երեխաներ Լայֆրումի գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից ձեզ նվեր քարտեր։ Իմպլանտումի հիմնադիրը Հայաստանի գլխավոր ստոմատոլոգն է Դավիթ Մաթևոսյան, կոսմետոլոգիական կլինիկան եւս հագեցած է ժամանակակից սարքավորումներով եւ հիմնադիրը Ելենա Ադամյանը ոչ միայն Հայաստանում է որակյալ լավ կրթություն ստացել, այլև արտերկրում է հաճախ վերապատրաստվում, այնպես որ ձեր գեղեցկությունը կարող եք հանգիստ վստահել իրենց։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ ենք։ Սիրով Կողծվենք։ Իմպլանտում էսթետիկ կենտրոնը ընդլայնվելուց հետո ձեռք է բերել նոր սարքավորում։ Վիորա իսրայելական սարքը Հայաստանում դեռևս միայն իմպլանտումում է ներկայացված։ Էսթետիկ կենտրոնի ղեկավար բժշկուհի Ելենա Ադամյանը մեզ կպատմի, թե ինչ է իրենից ներկայացնում այս սարքը։ Ողջույն Ելենա։ Ողջույն Ամալիա։ Սարքը բազմակի կիրառություն ունի, որքանով որ ես հասկացա շնորհանդեսին։ Այս սարքավորումը մենք ձեռք ենք բերել պաշտոնական ներկայացուցիչից եւ այն միակն է Հայաստանում, բավականին հայտնի սարք է, ամբողջ աշխարհում տարբեր կլինիկաներում այն կիրառվում է։ Ես ընտրեցի հենց այս սարքավորումը, որովհետեւ պրոցեդուրայից հետո ռեաբիլիտացիոն շրջանը շատ կարճ է տևում, կարելի ասել գրեթե չի լինում։ Աշխատող մարդու համար, հատկապես կանանց համար, դա շատ կարևորագույն հարց է, որպեսզի կատարեն միջամտություններ եւ ոչ մեկ դա չնկատի, իսկ այս սարքը այդպիսի հնարավորություն մեզ տալիս է։ Ինչ խնդիրներ կարող ենք լուծել այս սարքի միջոցով։ Այն իրենց ներկայացնում է 5 սարքեր միաձուլված մեկ սարքի մեջ եւ լուծում է ոչ միայն դեմքի, այլ նաեւ մարմնի խնդիրներ։ Այն մարդիկ, ովքեր չեն ուզում ներարկումներ կատարել, սակայն ցանկանում են երիտասարդությունը պահպանել, կարող են դիմել մեզ եւ մենք կարող ենք լուծել իրենց խնդիրները։ Այդ խնդիրները կարող են լինել երիտասարդացումը, մաշկի պիգմենտացիան, ակնե եւ պոստակնե հետքերը եւ բազմաթիվ խնդիրներ։ Սարքը ունի մի քանի գլխիկ, յուրաքանչյուր գլխիկը ինչ որ մի խնդիր է լուծում։ Օրինակ, էնդիակ գլխիկը, որը լուծում է մեր մազանոթային խնդիրները, հղիությունից հետո աստղիկները, որոնք առաջանում են, հա, մեր ոտքերի վրա կարող են լինել, օրինակ դեմքի վրա կարող առաջանալ, այս լազերի միջոցով հնարավոր է ձերբազատվել։ Ուզում եմ նշել, որ մենք անպայմանորեն համագործակցելու ենք անոթաբանի հետ, ում ցուցումով էլ իրականացվելու են նման միջամտությունները։ Մյուս գլխիկը դա մեր VFR գլխիկն է, որը ֆրակցիոն ռադիոհաճախականությամբ գլխիկ է, այսինքն իրականացնում է մաշկի երիտասարդացում։ Այն ոչ ինվազիվ մեթոդ է եւ ոչ ասեղային ճանապարհով իրականացնում է կոլագենի ստիմուլյացիա մեր մաշկում եւ բերում է օրինակի համար, եթե կան փոսիկներ, որոնք առաջացել են ակնե հիվանդությունից հետո, այն հզոր կոլագենի սինթեզ է իրականացնում եւ կարող է հարթեցնել մաշկը։ Այն կարող է նաեւ որպես հակատարիքային մեթոդ լինել եւ այն մանր կնճիռները, որոնք առաջանում են, նույնպես կարող ենք վերացնել այս գլխիկի միջոցով, այսինքն մեր այն բուժառուները, ովքեր խուսափում են ներարկում կատարել, կարող են դիմել եւ մենք կարող ենք ոչ ինվազիվ մեթոդով խնդիրը լուծել։ Մեր մյուս գլխիկը դա VST գլխիկն է, որը բավականին ոչ տրավմատիկ է եւ առաջին իսկ պրոցեդուրան կատարելուց հետո մենք ունենում ենք lifting effect, հզոր կոլագենի եւ էլաստինի սինթեզ է ապահովում եւ ինչը մենք գիտենք, որ այդ նյութերը մեր մաշկի կարկասն են, որովհետեւ մաշկը կարող է երիտասարդ մնա։ Նման պրոցեդուրաները պետք է կատարել կուրսով։ Մենք ունենք մշակած այդ կուրսը եւ յուրաքանչյուր իհարկե բուժառուի համար անհատական մոտեցում կցուցաբերվի։ Եվ մեր մյուս գլխիկը դա V-form գլխիկն է, որը կարող ենք կիրառել եւ մարմնի եւ դեմքի վրա։ Այս գլխիկը իրականացնում է բոլորի շատ սիրելի ցանկալի նիհարեցումը, կրկնակզակի վերացումը հենց դեմքի հատվածում։
եթե կան արտահայտված այդ օսկրեր, դա նույնպես կարող ենք փորձել դեմքը մի փոքր նիհարեցնել։ Այս գլխիկի լավ լինել ինչու՞մն է կայանում, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում եւ վակուում է իրականացնում, որը ազդում է մեր արյան շրջանառությունը լավացնում է եւ բերում է մաշկի ձգման եւ RF է տալիս, այսինքն իրականացնում է ճարպայրում։ Նույն պրոցեդուրայի ժամանակ մենք կարող ենք ունենալ եւ նիհարեցնող, հա, ճարպայրող պրոցեդուրա եւ իհարկե մաշկը ձգող։ Այսինքն սրանով մենք կարող ենք ունենալ ջոլի պրոֆիլ ասվածը, մի փոքր ավելի սրացած դնչիկ, կրկնակզակի վերացում եւ ստորին ծնոտի անկյունների ընդգծում։ Այո, իհարկե կարող ենք ունենալ, սակայն պետք է մեր անատոմիան դա թույլ տա։ Դրա համար շատ կարեւոր է անհատական մոտեցումը ցույց տալ։ Շատ դեպքեր է լինում, որ մարդիկ կրկնակզակի վերացումից հետո իրենք էլ զարմանում են, որ իրենք ունեն այդ ոսկորը եւ կարիքը չէր լինում ընդհանրապես կատարել ֆիլերային աշխատանք։ Եթե կլինեն ցուցումներ, որ պետք է կիրառվի լիպոլիցիկներ, այն ավելի իհարկե լավ արդյունք կարող է բերել, սակայն առանց դրա նույնպես իր առավելություն հենց կանում է դրանում, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում։ Իհարկե կլինեն անհատական դեպքեր, երբ որ չկա կորած է այդ անկյունը, մենք հետագայում կարող ենք դա ֆիլերի միջոցով ընդգծել, սակայն առաջնային անպայման այդ կրկնակզակը, որը առաջանում է, որը փոխում է ընդհանրապես դեմքի օվալը, մենք կարող ենք առաջնային վերացնել այդ կրկնագզակը եւ բնական ընդգծել ոսկորը եւ գուցե եւ ընդհանրապես կարիք էլ չլինի ֆիլերային աշխատանքի։ Իսկ սարքի միջոցով որևէ խնդիր լուծել է, ենթադրում եմ մեկ անգամյա այց, թե սա ավելի համալիր մոտեցում է պահանջում։ Գիտեք, կախված է նախ դեպքից, դրա համար է շատ կարեւոր առաջնային կոնսուլտացիան, սակայն կան պրոցեդուրաներ, որոնք մի քանի այց են ենթադրում։ Լավ արդյունք ստանալու համար բնականաբար մենք բոլորս հասկանում ենք, որ մեկ այցով երբևէ լավ արդյունք չենք կարող ունենալ։ Սարքի պրոցեդուրաները ենթադրում են նաև համակցում այլ պրոցեդուրաների հետ, թե առանձին պրոցեդուրաներ են։ Կարելի է իրականացնել եւ առանձին, եւ համակցված, դա շատ ինդիվիդուալ է, սակայն եթե ցանկանում ենք ունենալ շատ լավ արդյունք, բնականաբար համակցված տարբերակը ավելի նախընտրելի է։ Նոր սարք Հայաստանում միակն է, թանկ է։ Ոչ, շուկայական գների համեմատ ինքը բավական միջին գնարժեք ունի եւ կարծում եմ հասանելի կլինի մեր բնակչությանը։ Ելենայի Instagram-յան էջը եւ իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Այն ճանապարհը, որը որ դուք տեսնում եք ձեզ համար, ճիշտ հակառակն է այն ճանապարհի, որը անցել է ձեր մայրիկը։ Այո։ Անկախ նրանից, որ դուք սիրուն ընտանիք եք ունեցել, սիրուն հարաբերություններ ունեք ձեր մայրիկի հետ, ամեն դեպքում տեսնելով նաև իր օրինակը, այդպես է ձևավորվել ձեր կարծիքը, որ ամեն դեպքում հա մաման ամբողջ կյանքը նվիրել է մեզ, իր ամբողջ կենտրոնացումը եղել է մեզ վրա, բայց գուցե հենց իր համար դա ճիշտ չէ։ Ես միշտ եմ այդպես ճիշտն ասած մտածել, հենց կյանքն է, այսինքն բերում այդ իրավիճակում քեզ դնում։ Իհարկե ամեն մարդ իր որոշման գերին է, այսպես ասեմ, եթե ինքը որոշել էր օրինակ այդ տարիքում ամուսնանալ, արդեն ընտանիք կազմել, ինքը արդեն գիտակցում է, չէ՞, ես ոնց եմ գիտակցել, որ այդ տարիքում ամուսնանամ, հնարավոր է իմ ուսումը կիսվի։ Չէ, մեղավոր չի եղել, բայց ընդհանրապես յուրաքանչյուր մարդ իր կյանքում ինչ որ կատարվում է, իր որոշումների արդյունքում է որ կատարվում է։ Ըստ իս։ Բայց ամեն դեպքում իրենք որ երկուսն էլ ամուսնացել են, papan էլ կայացած ինչ որ 21 տարեկանում papa է դարձել, ինքը շատ երիտասարդ է եղել։ Երեխա մենք պսակվանք։ Դա ճիշտ էր, թե չէ։ Հաջան։ Դա ճիշտ էր, թե չէ։ Դու լավ ճիշտ էր։ Բլե իմ բոյի երկու հատ երեխա ունեմ, ցավդ տանեմ, դա ճիշտ չէ։ Բայց ժամանակին բավականին բարդ էր, չէ։ Իր համար էլ, միայն մամայի համար չէ։ Մենք այնքան շնորհակալ ենք մեր ծնողներից, իմ ծնողներս էլ աշխատող լավ մարդիկ էին, կնոջս ծնողներն էլ, այն որ մեր մեջքը ամուր էր։ Դուք ճիշտ եք ասում, եթե ես իմանայի պետք է ամուսնանամ, բայց օգնող չունեմ, ես էլ հələ ուսանող եմ երկրորդ կուրսի, կոպիտ ասած, ասես ժողովրդի լեզվով խոսամ, ասում եմ, հիյակիթը չի կարող սրբի, ասես չի ասում։ Մենք այդ խնդիրը չունեցանք, որովհետև Աստծուն փառք։ Մեր ծնողները մեր մեջքին էին։ Որն էր այն շրջանը, երբ դուք հասկացաք, որ որպես անհատ արդեն կարողանում եք կայանալ ու առանց ծնողների աջակցության կարողանում եք հոգալ ամեն բան։ Դե այդ ուսանող տարիները որ անցավ, եկավ մի պա, որ ես կտրվեցի ռեստորանից, կորպորատիվ, այս կողմ, այն կողմ, բայց այդ էտապը հաղթահարելուց հետո մոտ 2-3 տարի Աստծուն փառք, ես ոչ թե միայն իմ երեխաների
կարիքներն եմ հոգացել ու շատ օգնել եմ իմ բոլոր շրջապատի մարդկանց։ Ես բոլորի ծնողներին եմ ցանկանում առողջ ու երկար ապրեն, բայց հավատացեք ծնողդ իշքան կա, այդքան մեջքդ պինդ է։ Դաժե միջև այս տարիքից գիտեմ որ խորնակ ջեբից վերջի գումարն էլ ապրծպր ոնց էլ ծախսեմ, չէ, օրինակ դաժե տունն էլ գումար չունենամ, չէ։ Միշտ մոտով մեջքս պինդելի, ասու պարկերս մերս կան ձեռուբոտի են։ Միջև էլ այս տարիքին աշխատում եմ։ Կոնկրետ ես այդ տարիներին, այդ 3 տարին ինձ խեղճացած չզգացի, թե ֆինանսապես էլի հիշեցել եք իմ ջեբս լիքը գումար այլ ինչ ուզել եմ, ոչ մի բանից չեմ զրկվել, բայց կարող է եթե ծնողների օգնությունը չլիներ, ես մեկու մեջ էլի գնայի այն տեղերը նվագեի, հանում որտեղ երեխու փոքր են, կաթու փոշի, փողա պետք, էսա պետք։ Բայց այդ խնդիրը ես չունեցա, որովհետև ասում փառք ծնողներս աշխատող ու լավ աշխատող։ Ու դից գնացի այդ քայլին ես։ Ու մի հատ հետաքրքիր բան պատմեմ։ Ես այդ ժամանակը օրենքը սենց էր։ Օրենքը։ Միջև ուսանողության 5 տարին կոնսերվատորիայի ավարտել, եթե 2 երեխայր ունեն, բանակից ազատում էիր։ Ես իմ մեջ ասեցի, լկայինիլ է։ Աշվարկել ես, էլի ասա։ Ես հիմա հումոր եմ անում, էլի գրեցի իմ մեջ, ասեցի, չէ որ ամուսնացա ու մի տարի հետո Լևոնը ծնվեց, արդեն 5-րդ կուրսն ավարտում եմ կոնսերվատորիան։ Տանում եմ բանակ, որտեղ երկրորդ չկա։ Հորիսի 4-ին ծնվեց, երկու օր հետո արդեն ծննդականը պատրաստ էր, ոնց ես դու խով։ Դոպաս։ Գնացի մային կոմոդ, ասի բարև ձեզ։ Ես այդ ընթացքում 2 երեխա ունեցի։ Ինքն էլ արդեն ինձ տեսնում ա որ ես քաղաքից եմ, արդեն ակտիվ երիտասարդ լավ երաժիշտ եմ, մի քանի խնջույքներին տեսել ա։ Ես ասում եմ 2002 թիվ։ Ոչ տեսահոլովակ ունեմ, ոչ վարտիկ ինձ տենց որպես։ Ուղղակի արդեն աչքին գնող երաժիշտ էի։ Բա ամսի 25-ին բանակ ես եթում։ Ասի, բա ոնց, ջեբիցս գրպանիցս հանեցի, 2 ծննդականներ։ Արա, սենց էլ ասես, բայց դու ինչ սատան ես։ Խապել ես էլի մամայից։ Չէ, խի։ Բայց խապել էի։ Խապել էլի մամայից։ Խի խապել։ Դե պատս գծագրել ես։ Շուտ ամուսնացել ես էտը։ Դու մաման էր շատ ուզում որ երկրորդը որ թողեի թայ մամային մենակ Լևոնի թողեի լավ կլե։ Չգիտեմ, իրան արծրում։ Շուտ ամուսնանալը լավ բան է, բայց համ շուտ ամուսնացել եմ, հասցրել եմ, էմոցիան ասում, տղեն ունեցել եմ, ծառը տնկել եմ, տունն էլ սարքել եմ։ Աղջիկ էլ եք ունեցել։ Դե հայկական ասասուացի մեջ աղջիկ աղջիկի։ Աղջիկը մեջը չկա։ Ինքը աղջիկների պաշտպանությամբ զբաղվում եք։ Դուք մի հետաքրքիր բան ասացիք, ես ինձ համար կայացած կին չէի ընտրի։ Ինչու՞։ Հիմա ես էլ տես մարդ եմ։ Որովհետև ամեն դեպքում շատ ավելի երիտասարդ տարիքում շատ ավելի հեշտ է ադապտանալ իրար, ձեր խոսքը առաջին պլանում պահել շատ ավելի հեշտ է, հա։ Կինը յա տեղը լինի, ես իմ տեղը լինեմ, բայց ես չի համակերպի, որ մի տեղ գնային, ասեին, «Էս ինչ եկավ իր ամուսնու հետ», խոսքի, չէ, այս բարդ եկավ իր կնոջ հետ։ Իսկ ձեր կնոջը շատ եք ճնշել է սարումով կարիերա ստեղծել է։ Դե ճշմող աղջիկ էլ չարխային։ Սենց ասեմ, հերոս աղջիկա, որ այսքան իմ ծանրաբեռնության ու իմ տեսակին, իմ երու զեռին, ես քիշեցել եք հյուրեր եմ ունեցել, կամ ես օրվա կամ ամսվա կեսը, ես արտասահման եմ եղել, եմ ուս կեսն եմ որ ստեմել է, առավոտը այրոպորտ եմ ելել, գիշեր եմ իմ գրոջից եմ ճամփու դրել, մյուս առավոտը մեկին եմ դիմավորել, ուր ես, բա դիմավորել ենք, տարանք հացի, ուր ես, տարանք ճամփու դրենք, մեկ էլ մի օր երկու օր տուն եմ եկել, էլի չկամ, ուր ես, բա հիմա էլ Ֆրանսիայի տեսիչն եկավ, միջև այսօր տենց է։ Սեդա երբեմն աղջիկները ասում են, որ իմ պապան հրաշալի է, լավագույն պապան է, իսկապես երջանիկ եմ, որ տվյալ մարդու աղջիկն եմ, բայց այսպիսի ամուսին ունենալ չէի ուզի։ Ձեզ մոտ կա այդ մտածողությունը, որ այսպիսի պապա կուզեի ունենալ, բայց ամուսին չէ։ Դե չի ուզի հենց ամբողջ իր գունապնակով լինի։ Ծաղկե պնջով լիներ, բայց շատ գծեր կան, որ կուզեմ, որ լինի իմ ապագա ամուսնու մեջ։ Որոնք կուզեիք, որ լիներ եւ որոնք չէիք ուզում։ Պատերը ասեն զգում։ Այդ չէ որ չի ուզի դանաս։ Ինչի՞ չէ, չեմ ասի, ինչի չեմ ուզի։ Չէ, երկուսն էլ ասեք, հա։ Ինչի՞։
Կռիվ եք։ Երկուսն էլ իհարկե։ Չէ, լավ է դասա, պատասխան։ Տեղի պիտի գնա։ Բանասենք ես։ Այսօր այս հաղորդումը կա, վաղը չկա, իմ հետ լավ է։ Ամալիայի ցավը տանեմ, բայց մեկից ասեցին։ Մեկը այստեղից դուրս գաք, մինչև ինքը գնա այս ճամփորդության, այն ճամփորդությանը, մինչև հաջորդ անգամ տեսնեք կմոռանաք։ Ուրեմն։ Չէ, շատ կուզեմ, որ ինքը շատ սրտաբաց մարդ է, բարի, շատ կարևոր հատկանիշ է, այսինքն որ մարդու մեջ խղճի հատկություն կա, ինձ շատ գրավում է։ Սրտաբաց, հյուրընկալ, մարդամոտ, շփվող, իսկ վատ հատկանիշները շատ իր ասածի մարդ է, այսինքն եթե նույնիսկ դու ճիշտ ես, մեկը եթե նույնիսկ բան ունի իր մեջ, եթե դու ինքը գիտակցում է որ դու ճիշտ ես, բայց ինքը չի ուզում ասի որ ես հասկանում եմ որ դու ճիշտ ես, արի իմ սխալը անենք։ Այդ մեկը ասել ես մեղավոր չեմ, ախր քալակից գենն է խոսում։ Ահա, իմ եղբայրս էլ է իր նման։ Այսինքն եթե իրան գիտակցում են որ դու ճիշտ ես, իրենք Այդ րոպեին չենք։ իրենց հպարտությունը չեն թողի մի կողմի վրա, որ Բայց ինքը սխալ դուրս գան էլի։ Ինքը ասում, բայց ճիշտ է ասում Երնջանի։ ասում է Ահա, բաբուս, հիմա ես։ Իրենց ասացի էլի։ Դե, ես եմ ասում հիմա քո մասին։ Ես եմ իմ մասին ասում։ Չէ, դու չգիտես դու ինձ ես։ լավ մյուս վատ հատկանիշները ասեք մամային ինչով է տանջել Ոյ։ Չգիտեմ։ Միակ բանը, որ միշտ խոսակցությունների առիթ ասում եմ, չես կարողանում, չէ, դու քոնը չպնդես։ իր կարծիքը պնդելը կոնկրետ հակառակ սերի հետ է թե օրինակ ձեր եղբոր հետ են հարաբերությունները այդպեսին որ իրականությունն է այդպեսին։ Այսինքն կին լինելով չի պայմանավորված Մեր երաժիշտ ընկերներն էլ են դա ասում, ասում են մեկը ինչ ասեն կամ ինքը իրան անելու է։ Բոլորը հնարավոր է նույն կարծիքին լինեն, բայց վերջում անում ենք իր ասածը։ ով է կարողանում պապային համոզել ինչ-որ մի բան Ես։ աղջիկը հայրիկի թույլ տեղն է Թույլ տեղս Էդի մեր հայկական օջախներում ադես ցավը տանել։ Ռուսի, այնպես չի, ռուսի համար իա թույլ տեղը իա աղջիկի։ Այն տարավ 15-16 տարեկան տիկտո տակոյի դավայի դասվիտանը։ Այդ հայ ազգի գենն է, որ հոր համար աղջիկը դեմ է սրբության նման բան է։ աղջիկան պաշտպանելու զգացողությունն է բերում նրան որ աղջիկը դառնում է հայրիկի թույլ տեղը Տղա եւ աղջիկ, չէ, արդեն բնության թույլ էակն է աղջիկը։ Դե արդեն բնականաբար աղջիկ երեխան որ ինքը արդեն աղջիկա նազանքով է սիրում, ինքը պուպուշա սիրում, այդ ամեն ինչից սկսած, օրինակ հա որ տղայիս հետ վիճեն մի հատ է կարող է թաթալոշել օրինակ դաս, բայց աղջիկը լրիվ ուրիշ բան է։ Հատկապես ավակ սերնդի մեջ կար չէ փոքր տարիքում երեխաներին սաստելու ինչ որ տարբերակ օգտագործել նաև ձեռքի ուժը, ինչի իհարկե շատ վատ երևույթ է, բայց նույնիսկ այն փոքր տարիքից երբևէ նման բան չեք արել։ Չէ, չէ։ Ոչինչ, ոչը Լևոնին։ Ու կյանքից մեջ Իմ հակառակ սերի վրա տես դեպք չի եղել։ Մեկ-մեկ ես պատմություններ եմ ասում, չգիտեմ, դա յուբկա հակնի այդ տղամարդի հետ ձեր բարձրացնի աղջկա վրա։ Ձեր որդու հետ հարաբերությունները ինչպես ձևավորվեցին ու տարբերությունները, հա, որովհետև ամեն դեպքում բացի այն, որ յուրաքանչյուր մարդ պարտադրում է իր հետ շփման ձև, նաև յուրաքանչյուր սեր ինչ որ առումով պարտադրում է իր հետ շփման ձևը։ Ձեդ այդ մենք ավելի ենք համակարծիք շատ ժամանակ ունեմ, քան այդ տղայիս հետ։ Էն էլ ոնց են ասում, դի շկոտոշավոր է։ Բայց դե սոտակի Պիտի ընդունել։ Հաջան։ Պիտի ընդունես արդեն մարդու էությունը։ Հասկանում ենք իրար։ Արդեն ես մարդ է 25 տարեկան տղա է։ Բախումները ինչ որ տարիքում ավելի բարդացնում էին հարաբերությունները, Այո, այդ տարիքա գալիս են որ արդեն ինքը տղամարդ է դառնում, ինքնահաստատվում է բան։ Լինում է խոսակցություններ, սխալ շրջապատն գնել ծնող է սիրտը ցավում ասում ես այ տղա ջան լավ մի հատ խելքդ գլուխը թավակի մի հատ իհարկե ոչ պետում տունը չի լինում այդ խոսակցությունները Իրականում յուրաքանչյուր ընտանիքում հարաբերությունները տարբեր փուլեր են անցնում եւ դա նորմալ է, երբ մարդիկ փորձում են միայն մի ձևը ցույց տալ, այդ շատ անբնական է, որովհետեւ բոլորը ապրում են այս կյանքում ու գիտեն, որ հարաբերությունները տարբեր փուլեր անցնում են։ Բայց օրինակ նման փուլերը հաղթահարելու համար
Ինչպես եք փորձում այդ սուրանգյունները կորացնել։ Խնդիրը լուծել է պետք, որովհետև օտար մեկը չէ, որի հետ խնդիրը կա եւ այդպես կմնա։ Եվ խստության առումով ավագը որոշակի առավելություններ ունի, եւ քայլընթարաճ անելու առումով երբեմն ավագը կարող է ավելի մեծ ճանապարհ անցած լինելով քայլընթարաճ անել։ Դուք այդ ընթարաճ քայլը կարողանում եք անել, թե չէ։ Իհարկե պիտի անես։ Անում եք, բայց պիտի անես, բայց անում եք։ Բա որ չանեմ ո՞ց կլինի։ Դե ինքն ասացին, ինքն ասացի։ Չէ, ցավը տանեմ։ Չէ, միշտ հետ քայլը կամ մեկը անում է, բայց իրանք այնքան նման են իրար, լինելով նման միշտ բախումները հենց նման մարդիկ են, չէ, ունենում։ Հիմա որ ասում եմ մենք գրեթե բախում չենք ունենում, որովհետև ինքը որ ասում եմ ինքնասածի է, ինքը այն մարդկանց հետ է ինքնասածի, ովքեր ընդունում են, ինքը գիտի, որ եթե ինքը ասեց, ես կանեմ այդպես։ Բայց եթե տեսնում եմ, որ ինքը ասում է դիմացինը չի անում, ինքը հետ քայլ է անում։ Լինի անձնական առիթ, թե նկարահանում ես իմ արտաքին տեսքը մշտապես վստահում եմ բյութի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին։ Երևանի Սրտում Սարյան 19 հասցեում արդեն գործում է բյութի ֆաբրիկի նոր շքեղ սրահը։ Այս արդեն նրա մասին չէր, որ փոքրիկ տեղից հնարավորինս շատ գումար աշխատենք։ Այս այն պահն էր, որ ուզում էի, որ իմ հաճախորդը իրեն զգար ըստ արժանվույն սպասարկված։ Դուք ձեր բուրըն էությամբ ինչպես եք կարողացել նաև հարաբերություններ շոու բիզնեսում ճիշտ պահել, որովհետև մեծ մասի հետ ընկերական հարաբերություններ ունեք, բայց դուք այսպես շատ բուրն եք ձեր դրսևորումներում, ձեզ ընդունում են այնպեսին ինչպեսին կան։ Որովհետև ես բոլորին սիրում եմ, ոնց որ իրանք կան։ Ես բոլորի բնավորության հետ ոչ թե ես ճկուն մարդ եմ։ Չի ուզում փոխի, հարմար։ Գիտես ոնց ինչ բան, այս գիտեմ ես հարցում եղած կոտ այդ մարդուն սենց են վերաբերում։ Այն մեկը գիտեմ իմ բնավորությանը, այդ կարող շատ ավելի սենց չի եղել մինչև այսօր, որ ես մեկի հետ մի հատ թթու կամ ասես մի կծու հարաբերություն ունենամ կամ մի հատ կոնֆլիկտ ունենամ։ Բոլորը իմ ընկերներն են, իմ աղբերներն են, ես ու բոլորից կողմից էլ ես հակառակ սերն ու ջերմություն եմ տեսել։ Տեսեք, կար ժամանակաշրջան, երբ շատ երգիչներ, երաժիշտներ աշխատում էին ռեստորանում։ Հետո նպատակը հեռուստատեսություն մտնելն էր ու շատերը ուզում էին կարծես ռեստորանի պիտակից ազատվեին եւ մտնեին հեռուստատեսություն, որովհետեւ դա ուրիշ level էր համարվում։ Ու եկավ ժամանակ, երբ ռեստորանը նորից դարձավ առաջնային, որովհետեւ մարդիկ թեկուզ հեռուստատեսությամբ երևում էին, որպեսզի առաջարկներ ստանան տարբեր կորպորատիվ միջոցառումներից եւ այլնից, որովհետեւ հիմնական գումարը, հիմնական կոմերցիոն օղակը այդտեղ էր աշխատում։ Դուք ըստ էության 3 փուլով էլ անցել եք։ Կոնկրետ ես դու կահար լինելով, չէ։ Ես շփվում եմ այսօր դասականի հետ, էստրադնիկի հետ, ռեստորանային երաժիշտի հետ, այն ձեր ժողովրդի ասած ամենակյարթ ու ռաբիզի հետ, ռեստորանային շատ երաժիշտներ, երգիչներ կան, իմ համար ավելի բարձր են, որ բայց մինչև այսօր տղեկը ռեստորան են աշխատում։ Ավելի շատ բարձր իմ համար արվեստագետ են, քաստե այսօր լիքը հայտնի շոու բիզնեսի բախտերը իրանցից առաջ ընկած արտիստներ։ Այստեղ բախտն է իրենցից առաջ ընկնում, թե ամեն դեպքում կա նաև նպատակասլացություն, որ չգիտեմ, բարեկամն է եղել, մեկի չգիտեմ Բախտն է նպատակասլացությունն է։ Բախտը կապ ունի մի քիչ էլ աստղով լինելը։ Բախտը մի հատ բան ասեմ ձեզի։ Բախտը բոլոր ժամանակներում մեկ-մեկն էս մարդկանցա ժպտացու։ Իսկ ձեզ բախտը ժպտաց, թե բախտն էլ կարող է ժպտաց, իմ աշխատասիրությունն էլ ամեն ինչը։ Չէ, աշխատասիրությունը շատ։ Ցերու ջան, օր ու գիշեր ինքը աշխատել է, բախտ ընդհանրապես ես բան չունեմ ասել, ես իրոք օր ու գիշեր աշխատել եմ։ Ինչ աշխատել եմ այդ սկզբի շրջանում։ Ես ինչ աշխատում էի, դնում էի մյուս օրը, ես ստուդիաներից տուն չէի գալիս։ Եվ որ իրանք ինձ չեն տեսես, միջև գիշերվա 3-ը 4-ը իմ ընկերների ստուդիաները նոր գործ։ Ես այդ 2006-ից միջև 12, 13, 14 թիվը այն բոքսյորը որ ռինգի ժամանակ որ ուզում արդեն մեկին նոկաուտ անի, ես այդ 8 տարի նոկաուտ էի անում, ես գործեն, հետևից էսի, ես քոնդատար չունեի, ու այդտեղ ես հիմա էլի գալիս եմ իմ համերգին, ես 5 տարի համերա մի աշկս բաց եմ քնե, գլուխս չի հանգստացել, ես նպատակ էի դրել իմ համար, արդեն նպատակ էի դրել, ես պետք է ինձ համերգ անեմ, որ պատմության մեջ չի եղել,
որ պատմության մեջ ոչ մի դուդուկար չի արել։ Իդեպ դուք շատ փոխեցիք վերաբերմունքը նաև դուդուկի հանդեպ, որովհետև կա չէ ընկալում, որ դուդուկը թաղումների համար է, դուդուկը լավ հարսանիքներին այդ Բայց այս բան չէ որ մեկը դաշնագիրը որ մի բան էր ուզում ընկերն ասում էր չի ասում էր էլի դուդուկը միացրիր։ Լացելու գործիք է։ Դա կապ ասոցացում էր լացելու հետ, ողբի հետ։ Եթե հետ գնանք այն փոքր կամոն, որը որ ընտրում էր իր ճանապարհը, իր այն տարիքում ուներ նպատակ, որ պիտի փոխի դուդուկի հանդեպ վերաբերմունքը։ Երաժշտական դպրոցի տարիներին չեմ սիրել։ Զորով են իմ ծնողներս տարել բերել։ Ավելի մտածում էի լավ առևտրական դառնամ, որտեղ հայրս էլ մայրս էլ առևտրականներ են։ Մտածում էի բիզնես բան, էտել են թվերներ, գիտեք ասեմ որ թվերներ։ Հայատներում բուտկաներ կար, սեղանիկներ կար, փոքր բուտկաներ կար, խոսքի 10 պաշկա պապիրոս էին դնում, արդի ծախում էին, այդպես ես ինձ դաժե եղել է դեպքեր, որ ես խանութից, բայց նորից եմ ասում, ծնողներս լավ ապրող մեր քաղաքում աշխատող լավ ապրող մարդիկ են եղել, բայց ես մեջս ջիղ կար, գնում էի այս խանութից 10 բլոկ պապիրոս էի եկանում, տանում էի քաղաքացիները, հանձնում էի Ավելի թանկով ծախում էր էլի։ Ես ինձ առևտրի մեջ ավելի տենում ու տենց ես երաժշտական դպրոցի տարիներին չեմ սիրել 14 տարեկանից ես որոշեցի ու իմ մեջ սեր մտավ այդ գործի հանդեպ ու այդ օրվանից իմ գիշեր ցերեկս ես կապտով այդ գործիքի հետ այդ առաջ 3 տարին քունդաթար չեմ ունեցել օրը 7 ժամ 6 ժամ պարապում էի Դրանից հետո այլևս այլ աշխատանքներով չզբաղվեցիք Դաժե միջև հիմա ինձ սա անգելես ասում են խի բիզնես չի դա ասում եմ ես պիտի մենակ նվագեմ Էդ իմը չի, ինչ բիզնես դնեմ։ Սա հնարավորություններն է, սա ընկերները մի հատ բիզնես, ասում եմ որ քանի կարում եմ ես պիտի նվագեմ։ Սեդա, դուք երգել սկսեցիք մի փոքր ավելի ուշ ու ինչպես ձեր հայրիկն է նշել, զարմացրեցիք բոլորին։ Ձեր երաժշտական ճանապարհի համար բնականաբար հա տանու ունեք երաժիշտ, ոգեշնչումը հայրիկից լինում է, բայց դա հայրիկի ճանապարհը շարունակելու ինչ որ նպատակ է։ Իմը իրականում շատ անսպասելի եղավ։ Իսկապես չեմ երգել ես մինչ այդ։ Կան չէ երեխեք, որ իրենք միշտ երգում են, զգում ես, որ ինքը տաղանդավոր է, բայց կարող է չզբաղվի օրինակ, բայց շատ ուշ տարիքում իմ մեջ արթնացավ եւ ցանկություն եւ հետաքրքրություն։ Ես շատ լավ հիշում եմ այսօրվա պես։ Այն ժամանակ շատ էինք, հիմա ընդհանրապես չենք միացնում հեռուստացույց, մեր վրա ազդում է ձայնը։ Հեռուստատեսությամբ Երգիպետական թատրոնի գովազդներ գնում ընդունելություն, բան։ Ու ինչ որ ոնց որ մեկը ինձ ասեր, ուզում ես գնա, բայց ես կյանքում չեմ երգել։ Ոնց որ ասեցի ես ուզում եմ գնամ երգի թատրոն, բան, այդքան էլ լուրջ չէին վերաբերվում մամայինք, բայց շատ որ համոզեցի, տարան առաջին տարին շատ սովորական գնում էի, գալիս էի դասերի մա, երկրորդ տարին մրցույթ դե բարձա արդեն որ գնում էի վոկալի բան, ասում էին ինչ լավ է երգում ու այդ հետաքրքիր է փոքր էի, բայց միանգամից շատ հասուն երգեցողություն էր ինձ մոտ, այսինքն նոր սկսող ինչ որ ոնց են սկսում, չէ, սկսում են պարապել, քիչ-քիչ է այդ հասունությունը ձևավորվում, իմ մոտ 13-14, հա, հիմա ես պարագային բախտի իզնից առաջ էր ընկել։ Միանգամից սկսես լավ երգել։ Հա, մրցույթի մասնակցեցի, հիշում եմ Լևոնը մի օր եկել էր իմ հետևից թատրոն։ Ասացի Լևոն, երկրորդ հարկում մրցույթ է սկսել։ Գնամ երգեմ, ասուց, օ, գնա։ Ասեցի, չէ, որ ասեցի, բայց ես վախենում եմ բեմ բարձրանամ։ Ես իրոք շատ sense կոմպլեքսավորված, դաժե չէի կարողանում նայել մարդկանց աչքերին այդ ժամանակ, շատ կոմպլեքսավորված էի։ Բեմ բարձրացա ու երգում էի մի երգ, որը իրոք նույնիսկ կոնսերվատորիայի ուսանողները, հիմա ես որ արդեն ավարտում եմ մագիստրատուրան, Էդ Ջեյմսի Էդ Լեսնեի երգը։ Չգիտեմ անունները, բայց երգ լսենք։ Դե։ Չէ։ Այդ երգը երգեցի ու Արտուր Գրիգորյevն ասեց կներեք, ով եք։ Քիչ-քիչ արդեն միջև ֆինալ գնացի ու շատ ինձ բացեց իրականում։ Արտուր Գրիգորյevը շատ է իմ մեջ բեմական ազատությունը բացել, այսինքն զարգացրել։ Հետո արդեն թատրոնը չէր կարող ինձ տալ 2 տարում պարզակրթություն։ Մեր տանը շատ մամաս էլ դե երաժիշտ է, դաշնակահարու է։ Պապան էլ մաման էլ շատ խիստ դրվեց տանը, եթե դու ուզում ես երաժշտությամբ զբաղվես, դու պետք է
համ երաժշտական դպրոց ավարտես, համ կոնսերվատորիա ավարտես, այն որ ես իր աղջիկն եմ, ես կարող էի 13 տարեկանից տեսահոլովակներ նկարել, ինչ որ աշխատանքներ ներկայացնել, բայց երբեք դա չի եղել, որ դու անգրագետ երգչուհի ես, դու պետք է չերգես։ Կամո ձեր մեջ կար այն հարցը, որ հանկարծ երբևէ գլուխ չկախեք որպես երգչուհի Սեդայի համար եւ հանկարծ այնպես չլինի, որ դուք առաջ տարաք ձեր աղջկան։ Իհարկե, եթե տեսնեի, որ Սեդան մեջը այսքան երաժշտականություն չկա, ես կներեք լինելով ես գործի մեջ, մարդես որ հիմար չէի ամցնել ես գործի մեջ։ Հա, չէ։ Նույն հաջողությամբ դպրոցը շատ լավ էր սովորում, թույլտա ժուրնալիստ կամ հաստատ ուրիշ մասնագիտություն կարող է եղել, լավ է սովորում, լեզուների մասնագետ դառնալ։ Իսկ սկզբանե երբ հասկացաք, որ ուզում է երգչուհի դառնալ, հաշտ եք այդ որոշման հետ, թե այո, ես եմ ուզել որ երգչուհի դառնամ, բայց չի դառնա որ։ Ես պատմեմ իմ իրականությունը։ Հա, բայց իր հիշողությունից ուղակի ջնջվել է։ Մի բան։ Ես հիմա ասեմ էի, ասպի հա, որ լավ։ Հա, ինքը չէ, արդեն ավարտում է երաժշտական դպրոցը, 12-րդ դասարան էի։ Ու քննարկում գնաց, որ ես 3 տարի ուղիղ 12 տարվա կուրս եմ անցել 3 տարում։ Այդքան դժվարությամբ, որովհետև նոտա չգիտեի 15 տարեկան արդեն։ Հա, քեզ տեղափոխեցի Չայկովսկի, չէ։ Դե երգի թատրոնից արդեն ես գնացի, որ լուրջ, որտեվ դրել էին դիմացից, եթե դու ուզում ես երգես, պիտի գնաս։ Դե ես 10 տարվա սոլֆեջո հարմոնիա դաշնամուր սովորես։ Իսկապես եմ ասում, իմ սոլֆեջոյի դասատուն միշտ որ տեսնում ենք, ինքը հիշում ասում է, գալիս է իր դասին, խոժամին, գնում է անհատական պարապում է իրենց տանը։ Հենց դասը հանրակրթական ավարտում է, առաջի դասարանցիների հետ նստում էի սոլֆեջո։ Իրանք այսքան էին, ես այսքան։ Դասատուս ասում էր կապ չունի, քո համար մի հատ դիկտանտ ավել գրելը, մի հատ երաժշտական, որ ինքը նվագում է, ես պետքա նոտա գրեմ։ Լսել առաջիների հետ նստում է, երկրորդների հետ նստում է, երրորդների հետ, մինչև 9-րդ դասարան ես ամբողջ օրը նստում էի դիկտանտ էի գրում, որ հասցնեի։ Ես այդ 3 տարում հարմոնիա առարկան, ես հիշում եմ իմ հետ սովորում էին 12 տարի առաջի դասարանից սովորողներ, ես 9 էի սանում, իրենք 6, 7։ Շատ դժվար էր իրականում, բայց իսկ լինում էր պահ, երբ կասկածեիք, որ կարող է չստացվի ու շեմ սկսել։ Չէ, սիրել եմ ու շատ արագ էլ ըմբռնել եմ, շատ արագ հասկանում էի։ Միշտ Տիկին Շեյրանյանը ասում էր քո եղբայրը քեզնից տաղանդավոր է, քեզնից ընդունական, բայց դու քո աշխատասիրությամբ իրան անցնում ես։ Հա, իսկապես շատ եմ բան արել ու այդքան ամեն ինչից հետո եկավ արդեն կոնսերվատորիա ընդունվելու հարցը, papan ասեց մի ընդունվի, մեկա դու չես երգելու, ես շատ լավ հիշում եմ այդ օրը։ Ու իմ մեջ էլ իրականում կողքից դասախոսներ կային, ցավոք սրտի կան այդպիսի դասախոսներ, որ ուզում են շեղած լինեն, լինելով երաժիշտ, ասում են, «Օ, քեզ ինչի տա, պետք գնա լավ մի հատ նորմալ համալսարան, նորմալ մասնագիտություն սովորի, այդ դժվարությունը մի տես»։ Ես էլ արդեն իմ ներսում ինձ ծրագրավորել էի, որ չէ, եթե papan էլ չի ուզում, կողքից էլ ճիշտ են էլի ասում, բան, բայց ինչու մեկա չէր երգելու։ Ձեզ ասեմ, ինքը շատ խանդոտ մարդ է, հիմա տարիներ էր պետք, որ ես այդ վստահությունը իր մեջ ունենայի, ինքը տեսներ ես ինչ իրավիճակներում, ինչ ձև եմ ինձ պահում։ Չէ, բայց իսկապես մեր տարիների շփումը շատ-շատ։ Եմ ասել, դու չերգես։ Հա, այդպես եղել է։ Ես քեզ տանում եմ սովեջոն սովորես ու ասում եմ դու չերգես։ Ու իմ մամաս ինձ փոքր չի հիշում, չէ։ 16 տարեկան, 17 տարեկան էի։ Մամաս իսկապես ասեց, եթե նույնիսկ դու բեմում չես լինելու, դու գնա այն ամեն ինչը սովորի, ինչ որ քեզ երջանկացնում է ու դուր գալիս։ Կդասավանդես, թե ինչ կանես, կարևորը քո ուզած մասնագիտության մեջ լինես։ Բայց կստացի արդեն երաժշտական բանը դպրոցում դասատու է։ Հիմա արդեն papan չի հիշում այս պատմությունը։ Ինքը չի հիշում։ Ես երբ իրան ասում, ասում մոտեցման չի ելել։ Իմ մերին մի կես տարվա է։ Սեդան մատնանշեց, որ դուք ամեն դեպքում որոշակի խանդել ունեիք ու շատ կարևոր է նաև դեռահասական շրջանում աղջկա հանդեպ ճիշտ մոտեցում ունենալը։ Մի կողմից դուք գիտեք ձեր դաստիարակությունը, որը տալիս եք ձեր աղջկան, մյուս կողմից տեսեք ձեր տղայի մասին խոսելիս մատնանշեցիք, որ օրինակ ինչ որ պահի նկատում եք միջավայրի ազդեցություն, որը ձեզ համար ցանկալի չէր։ Այս Սեդայի պարագայում ինչպես էիք անում, որպեսզի ձեզ համար անցանկալի միջավայրի ազդեցություն Ես մի բան ասեմ, ես դաժե չեմ մտածել, որտեղ Սեդան ես
մի հատ սխալ բան չեմ տեսի, կամ մի հատ սխալ շրջապատի մարդ չեմ տեսի Սեդայի կողքը։ Սենց ասեմ, Սեդան գնացել է դասի, եկել է տուն, կոնսերվատորիայում գիշեր ցերեկի մաշկի դեմն ա եղել, ես դե կոնսերվատորիայում դասավանդում եմ արդեն 23 տարի է, բայց եթե այսքան բան տեսնեի, այսքան սխալ բան տեսնեի, դից հետո Սեդայի վերջի երկելի օրը կլներ։ Ինչ վատ է։ Դա մի միլիոն։ Սեդայի ցավը տանեմ, Սեդան 16 տարեկան է, 18։ Ես իրան այսպես ընկերոջ նման ասի լս ինչ եմ ասում։ Ասի արդեն դու չափ ասես դառնում։ Ասի կյանքում այնպես բան չանես, որ ես աղբերդ մեկ էլ ասի պապիներդ գլուխներս կախեք, այսպես բան եմ ասել իրան։ Նայեց հաջորդ օրը փաթաթվել ենք իրար, երկուսս էլ հուզվել ենք։ Ասի ինչ ուզում ես Սարա, ծնունդից եղել։ Ասի ինչ ուզում ես Սարա, ինչ ուզես կողտեմ, ինչ ուզես, բայց ասի կյանքում ես բան չանես, որ ես աղբերը դու պապիներդ ասի, մենք մեր գլուխները մի վարքան կախ։ Եթե ես այդ ուսում դպրոցական դաժե 8-րդ դասանից հետո չէ, մի հատ սխալ բան տենա այդ երկի պետական թատրոնի համար ու երբ օրը կլներ։ Այդ ուսումնարանը չէ, կոնսերվատորիան չէ։ Շատ խիստ է։ Տեսնում եք։ Խիստ չեմ։ Դուք էլ ասում եք։ Դա խստություն չի։ Խիստ չեմ։ Դա ճիշտ է։ Բայց երբեք չենք ունեցա խնդիր իսկապես։ Չէ։ Մի օր ա եղել մեր մեջ այդ խոսակցությունը, ասում եմ։ Իսկ առհասարակ պապան հաճախ է խորհուրդներ տալիս կամ այդպիսի ինչ-որ հուզական խոսակցություն հաճախ եք իրար հետ ունենում։ Չէ, որ ասեմ ինքը այդպես էմոցիոնալ ինչ-որ խոսքի մակարդակում ինչ-որ բաներ կասի, բան, շատ բաներ կա, հենց իր գործի բերումով կարող է պատմի, ինչ-որ ճանապարհին ինքը քշի կամ ես քշեմ ու պատմի օրինակ ինչ-որ մեկի հետ կապված մի պատմություն, որ ես ընդհանրապես տեղյակ չեմ եղել։ Հիմա արդեն մենք գոլեգաներ ենք, օրինակ տվյալ մարդու հետ, օրինակ դրանից ես տպավորվեմ, քիչ-քիչ արդեն հասկանամ ինքը ինչ, որտեվ շատ-շատ այս տարիների ընթացքում, անավանդ այս վերջի տարին օրինակ, այս վերջերս շատ-շատ բաներ ա պատմում ինձ։ Ես օրինակ այն ձև եմ, որ մի բանի միջով անցնեմ, կգամ կպատմեմ մամային, բան, բայց դե ինքը տղամարդ է, տարբեր են էությունները։ Հուսով եմ, որ հենց այդ ընկերությամբ էլ կշարունակեք նաև ձեր երաժշտական գործունեությունը։ Շնորհակալ ենք։ Շատ շնորհակալ ենք հրավերի համար։ Հրավերի համար, այս լավ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ մեր զրույցի համար։ Իսկ դուք հետևեք Live-Room-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։ Սերը բուժեց։